Գլուխս բարձրացեցի նայերի Հունանյանը, հունիս-հուլիս ամիսն է։ Ուզում էի գնալ Կոմիտասի այգի, որտեղ ասում ենք իջնում ենք Կոմիտասի այգի։ Ձկան խանութի մոտ, Սուրբ Սարգսի մոտ ինձ նորից բռնեցին։ Դեմիրճյանը ասում էր, մենք էլի խնայել ենք ձեզ։ Դոլուխանյան Զարուհին եւ Գուար Գասպարյանը ինձ համար կռիվ էին անում, թե ում դասարան պիտի գնայի, որտեվ լավ էի երգում, տենոր էի։ Դուք հիմա գիտեք, որ ես հիմա Արման Բաբաջյանի կուսակցությունում ցուցակագրված եմ։ Գիտենք, դա էլ գիտենք, ողջունում ենք։ Ես խնդրում եմ իմ ներկայությամբ դες բաներ մի արա, ասում եմ, ինչի, ես ագենտ եմ։ Ասում եմ, չասեիր էլի։ KGB-ից գլխավոր դատախազը զանգեց Պապինյան, ասեց դրանք քո մոտ են, լսում էինք մենք։ Նստեք, պարոն Արշակյան, նստեք։ Պարոն Արշակյան, այսօր ուզում եմ տենց Երևանով իրար հետ Պտույտ, այո, պտույտը Երևանի Պետք է ասենք մեր Երևանի։ Այո, մեր Երևանով, Երևանի Մենք փողոցներով մեր Երևանում եւ այտենց ուզում եմ մի քանի կարևոր հիշողություններ կիսվեք, եթե դեմ չեք։ Կարծում եմ նաեւ պտույտը Երևանի ինչ որ առանձին հատվածներ ձեզ հետաքրքիր հիշողություններ նաեւ կարդացնի, որոնք գուցե մինչև հիմա ձեզ համար կարևոր չի եղել մտաբերելու, կիսվելու, բայց կարծում եմ մեզ հետևողներին անչափ կարևոր է։ Գիտեք ինչ է ինձ հատկապես հետաքրքրում։ Լավ, դուք ամբողջ ձեր երիտասարդ կյանքը նվիրեցիք պետությանը, մեր ժողովրդի ազատագրությանը եւ ձեր երիտասարդ տարիները ըստ էության անցկացրիք անազատության, զրկանքների, հետապնդումների մեջ։ Ուրիշ ընտրություն չկար, ինչի գնացիք այդ ճանապարհով եւ որ պահներ, որ սենց մի անգամից այլ ընտրանք չթողեց, որոշեցիք, որ հենց այդ ուղով պիտի գնաք եւ պիտի ձեր կյանքը նվիրաբերեք պետությանը, պետության ազատագրությանը։ Ես բազմաթիվ հետաքրքիր պատմություններ եմ կարդացել, վերջերս սկսել եմ կարդալ Վարդան Հարությունյանի հետաքրքիր ուրեմն ձեռնարկը ընդհանրապես այդ կարևոր շրջանի մասին։ Եվ ձեր կտորն է շատ հետաքրքիր, ուզում եմ դրա մասին պատմեք, այդ երիտասարդության մասին։ Դպրոց, ընկերներ, ընկերուհիներ, ուրիշները իրենց կյանքով ապրում էին, դուք ինչի որոշեցիք ձեր կյանքը այլ ճանապարհով շարժել։ Ես որոշ իմաստով հանգամանքների զոհ եմ։ Հանգամանքները այդպես դասավորվեցին։ Ո՞վ է ձեզ այդ հանգամանքը այդ աստիճան։ Ծագումը նախ ծագումը։ Ես ծնվել եմ ցարական բանակի սպայի ընտանիքում։ Այսինքն իմ պապը եղել է ցարական բանակի սպա։ Պորոչիկ։ Դա արդեն նշանակում է մենք գիտեինք, որ աքսորներ, հա, եւ իջալուց նաեւ կուլակներ են եղել, մերոնք ունեզրկվել են, ազատազրկվել են Սարդարապատ, Զանգեզուրի կռիվներին են մասնակցել։ Մի խոսքով մեր տանը արդեն որոշակի ռեժիմ կար, որ մեր տանը փոքր երեխա ժամանակներից մեր տանը պայման կար, որոշ բաներ տանը քննարկվում են, դա դրսում չի կարելի հնչեցնել։ Ասենք փակ բերան լինել, դա պայմաններ էին ասում, կոպիտ ասում էին դանակա որ դնեն, բերանը բացեն, պետք է բերանը չբացվի։ Տղա երեխաներին մենք զարմիկներով գիտեինք, որ մեր տանը բաներ կան, որ ուրիշները չպետք է իմանան։ Ռուսների մասին Դե աքսորները, Բելամոր կանալը, Ալտայսկի կռայ, հետո պատերազմը մեր հայրենիք։ Մենք դա գիտեինք, փոքր ժամանակ տատիկ, պապիկ երգում էին, այդ
տիրակնամուտի մոմերը կամ ճրակը վառ պահելը, այնց ավանդական հարաբերություններ կային, բայց կար նաև մի նրբություն։ Իմ տատիկը ռուսախոս էր։ Եվ ես հայկականությունը, այդ ազգային ամեն ինչը հավատացյալ լինել, ես մկրտվել եմ սուրբ էջմիածնում հատուկ, բայց միևնույն ժամանակ իմ գրաճանաչությունը սկսվել է կիրիլիցայով։ Հարցուկ այսօր դա խնդրեմ ունեին, մամաս ասեց ոչ մի դեպքում հայերեն։ Մեսրոպ մաշտոց, սուրբ մեսրոպ մաշտոց ու ձախլիկ էի, ոչ թե ձախով, այլ ձեռքով պետք է գրես։ Միջև հիմա չեմ սիրում գրել։ Որովհետև դա ծագում է, ընտանիքում կար որոշակի մթնոլորտ լարված։ Լավ, բայց ընկերներ ունեիք, խաղում էիք։ Տեսեք, ես այն տարիքի համեմատ բավական աշխուժ եմ եղել։ Միաժամանակ գնում էի եւ նկարչության դասընթացների, մեր դպրոցը նկարչական թեկում ուներ, եւ դոսաֆում ռադիոտեխնիկա էի ուսումնասիրում, եւ բռնցքամարտիկ էի, պատանի բռնցքամարտիկ, ու որպես հատուկ իրադարձություն 1965 թվականի ես դպրոցական էի մայիսի տոներին, մայիսի 1-ին 2-ին։ Այդ առաջին արդեն իրադարձություններն են։ Շատ հետաքրքիր ընթացք ստացավ։ Հիմա ես կարելի ասել բացի այն, որ ոնց հայտնաբերեցին ձեզ եւ դուք ինչպես հայտնվեցիք։ Դրա համար եմ ասում, իրադարձությունները դարձրեցին 1965 թվականի մայիսի նախօրյակին պատանի բռնցքամարտիկները Վլադիմիր Ենգիբարյանի դպրոցի ճիշտ է, բռնցքամարտիկ եք եղել։ Այո, պատանի բռնցքամարտիկ, այո։ Մեր մարզիչը մարզիչը ձեր ողջը ողջը հրաշալի մարդ է։ Ես կարծում եմ, որ եթե կան մարդիկ, որոնց որ ես կարող եմ ասել իմ ուսուցիչն են, որոնց փորձել եմ նմանվել, Ռաֆայել Մեհրաբյանն է։ Այ ասպետության դաս, այ բռնցքամարտիկները ասպետության դաս էին անցնում։ Գիտեք, Ջեք Լոնդոնը մի պատմություն ունի բռնցքամարտիկի եւ ցլամարտի միջև ինչ տարբերություն կա։ Ասում էր դուք բռնցքամարտիկները զինված են, իրենց բռնցքները զենք են, օգտագործելու իրավունք չունեք, որովհետև դիմացինը զինված չի, բռնցքամարտիկ չի։ Ուրեմն Ռաֆայել Մեհրաբյանի հրամանով ասես տղան էր, որպեսզի մայիսի 1-ին մենք հրապարակով անցնենք արժանավոր ձևով, ուրեմն ապրիլի 24-ին օպերայի հրապարակում մի հատ մարզական փորձ ենք անում։ Պետք է մենք ձեռքերներս հատուկ շարժելով, բռնցքամարտի բաներով, ապրիլի 24-ին, ասեց ժամը 10-ին, բայց ինքը նկատի չունի ապրիլի 24։ Չէ, մենք չգիտենք ապրիլի 24 կա։ Իսկ ինքը գիտի։ Ինքն էլ չգիտի։ Ոչ ոք, մենք մտածում ենք, որ ապրիլի 24-ը օրական օր է, ձեզ կանչում են օպերա։ Գիտեք ինչ խնդիր է դրված, գլուխներդ պետք է անվտանգ լինի։ Ռաֆայել Մեհրաբյանն ասում էր, բռնցքամարտիկի խնդիրը ոչ թե դիմացինին վնասելն է, այլ սեփական գլուխը անվտանգ պահելը։ Լյարդը եւ գլուխը, այդ երուսը պետք է պահեք։ Մենք դա հասկանում ենք նաեւ բացատրում էր այդ բոլոր պարապմունքների ժամանակ նաեւ բաներ կրթական մի 10 րոպե կարող ասում էր որ ուրեմն դուք բանեք արժեք եք ձեր առողջությունը արժեք է այ մենք չենք եկել այստեղ կռիվ սովորելու համար այն ժամանակ շատ մոդա էր կռվարարությունը խուլիգանությունը ապրիլի 24 ինչոց ապրիլի 24-ին ասեց դե սպորտային մթնոլորտը կգնանք այդտեղ մի անգամից կանցնենք փորձ կանենք ոնց ենք հրապարակում անցնելու ռինգ ենք պահում 4 հոգի ռինգն է պահում ռինգի պարանները 2 հոգին ներսում վարժություններ են անում ու ես որպես պարտաճանաչ ոչ թե 10-ին այլ ժամը 9-ին եկա ու այդ մեծ ցույցը, որը մայիսի 1 չի, ես չգիտեմ ինչ է, այդքան մեծ, վրդովված, զանգված։ Ոնց առավոտը 9-ին ցույց է։ Առավոտը 9-ին, այո, արդեն հավաքվում էին։ Ես մտածեցի, այ քեզ մեր մարզանքը վարժությունը Արման, պատկերացնում ես 15 տարեկան պատանու համար, բոլորը եկել են մեզ նայեն, ու Ռաֆայել Մեհրաբյան ասեց, տղաներ, ժամանակն է, ժամանակը բռնցքամարտում նշանակում է սկիզբ և վերջ, վերջ ասեց, ցրվել տուն, հետո կասեմ ինչ կանենք, ինքը հասկացավ,
Ինք տեսավ արդեն սկսվել էր այդ հանրահավաք կոչվածը եւ արդեն գրոհեցին այդ վիտրինաները ջարդեցին ինչ որ մարդիկ, պատուհանները ջարդեցին, մեզ դա շատ էր ոգևորում, այդ ցնցում, շոկ։ Մեզ ասելով ձեզ եւ ում։ Մեր ընկերներով, որոնք որ բրոնզկամարտիկ, պատանի բրոնզկամարտիկներ են, որ ինչի ընտրեցիք հրապարակը, ինչի մնաց։ դա ամենահարմարն էր, որովհետեւ այն ժամանակվա Ազբեկովի հրապարակից ինքը ասեց գնացեք։ Գնացեք է հայտ ասեց, մենք գնում ենք իհարկե ու հեռացանք աչքից հեռացանք, բայց արդեն ժամը 11-ի կողմերը դա պատտվում էինք, տեսնենք ինչ է լինելու։ Իսկ ընկերներից ով կար, որ ձեզ հետ հետո մենք գնացինք։ Ես մենակ մնացի, ես հետաքրքրասեր էի։ Ես որոշեցի տեսնել էլ ինչ կա ու մեզ վտարեցին, արդեն սովետական բանակը եկավ, գնանք շարժվենք։ Սովետական բանակը, ավելի ճիշտ ներքին զորքերը այն ժամանակ կարմիր պագոններով, ուսադիրներով զորքեր եկան եւ մեզ այսպես ասենք դուրս մղեցին դեպի տարբեր տեղեր ու ես անսպասելիորեն հայտնվեցի մի խմբի մեջ, որոնց որ տարան այդ բաները, զինվորականները, տարան կինո Մոսկվայի դրամարկղի մոտ մի փոքր սենյակ կար, այդ դա կոչվում էր կարգապահությունը հասարակ դրուժիննիկների սենյակ էր դա, դրուժիննիկներ կարգապահությունը ապահովող դրուժինիկների սենյակներ մեզ քննեցին, ով եք, ինչ եք, ես ասեցի, պատանի բրոնզկամարտիկ եմ, հեսա ձեռնոցները, սպորտային հագուստները եւ այլն, ինձ բաց թողեցին, ասեցին տուն, համել երևում էր, որ անչափ ասեմ, տուն, շտաբ դեպի տուն, բայց հետաքրքիր էր, ես իջա մինչեւ կոմիտա, ուզում էի գնալ Կոմիտասի այգի, որտեղ ասում ենք իջնում ենք Կոմիտասի այգի, Պանթեոն, ձկան խանութի մոտ, Սուրբ Սարգսի մոտ ինձ նորից բռնեցին։ Բան էլի ասում եմ, հանգամանքներ, եթե թողնեին, ես դե կլսեի այդ զրույցները ու կամաց կգնայի տուն։ Բայց ես նորից բռնեցին, տարան Քաղմաս։ Քաղմասը հիմա այսօրվա առևտրի տան դիմաց մի սև շենք կար։ Քաղմաս էր կոչվում այն ժամանակ, հիմա մի քիչ ուրիշ են անունները։ Վերեցին տեղ նույնպես էլի արձանագրություն կազմեցին, ինչ եմ անում, ինչի եմ եկել, ասեցի, որ բրոնզկամարտիկ եմ եւ այլն, ասենց դե ուրեմն տուն։ Ես իջա Կոմիտասի այգի, այնտեղ էլ բռնեցին, չգիտեմ ինչի ստացվում էր, որ ինձ անդադ բռնում էին։ Նորից այդ ոստիկանները, արդեն միլիցիաները տեսան, բացատրեցի, որ ես բան չեմ, չգիտեմ ինչա կատարվում այնտեղ, տեղյակ չեմ ինչ էր, ակամա եմ մասնակցել ու հիմա գնում եմ տուն։ Բայց հասկացել եք ինչա կատարվում։ Հա, դա իրադարձություն էր։ Դա իրադարձություն։ Մենք դա գիտենք, ցեղասպանություն բառը չէր, եղեռն բառը հատուկ էր հնչում, եղեռն։ Տանը խոսվել էր սրա մասին։ Տանը ջարդերի մասին։ Մեզ ջարդել են թուրքերը։ Մերոնք այս կողմից են եղել, մենք իգդիրցի ենք եւ ջարդերին չենք մասնակցել, բայց որպես մտավորականներ գիտեին մեր տանը այդ խոսակցությունները լինում էին, բայց արգելված։ Դրա մասին չարժե խոսել։ Դրա չարժե հիշել։ Հետո մենք հարևաններ ունեինք, դա հետաքրքիր է, նույնպես իրադարձություն։ Երկու ռազմագերիներ մեր հարևաններ էին ու դիմացը հենց մեր փողոցում, առաջի փողոցը Շենգավիթի, դիմացը սփյուռք հայրենդարձներ էին։ Այ հայրենդարձների հետ մենք երբ որ շփվում ենք իրանց երեխաների հետ, լուսանկարներ բան, մենք արդեն գիտեինք, որ ջարդ է եղել մեծ։ Ուզում ասել, ես իսկապես պատրաստ չէի դրան։ Ու սկսվեց իմ կենսագրության մեջ դա դարձավ շրջադարձային։ Ինձ դա հետաքրքրեց, ես մտածեցի ոնց, մեզ արգելում եք նույնիսկ դա արգելվում, այսինքն արգելված է հիշելը։ Արգելված պտուղը քաղցրա, այո, եւ ես էլ բացեր ընկերները, տնեցիները չասեցին ստոպ։ Չէ, իմ ընկերները զարմանալիորեն նման հայրիկյան պարույրի հետ մենք ընկերներ էինք, ես մի քանի օր հետո պատմեցի իրեն, ասեցի, որ լսի, սենց բաներ եմ միջադեպ ա եղել, ասեցի, ոնց ինձ չես ասել կամ ինչ ես չկա, ինքա բաներ, ափսոսում էր, որ չի մասնակցել։ Ու ես մի քիչ հետ քաշվեցի։ Անց մերոնք ասեցին, դա բան չի, դա մեզ համար վտանգավոր է, որովհետև մեր Գերդաստանը, մեր փեշերը վառված են։ Մեզ հանգարց մի բան եղավ, մենք բոլորս նորից գնում ենք Սիբիր։ Հետո թռուցիկներ, բաներ էիք։ Հետո արդեն 66 թվին մի տարի հետո
Մի տարի հետո արդեն մենք նախ ես ասեմ, որ հիմա տարօրինակ է սովետական միությունը, բայց կար որոշակի ազատություն։ Ինչ որ այդ հալոցքն էր Խրուշչովյան, նոր էր վերջացել, Բրեժնևը նոր էր եկել եւ ինչ որ ակումբներ կային, Չարենցներ, մոդա, դե պետք է հիշենք, որ գրական թերթում տնվեց իխորոց սրտի հատուկ մեկնաբանություններով, մենք որ ինչ որ արևմուտքից բարձրանում եկացին մի արեգնացիալ բացատրում էին, որ սա նացիզմը, Հիտլերի մասին է խոսքը, որ դա կարող է բերել մեզ փրկություն եւ այլն, պատկերացնում եք, ինչ մթնոլորտ էր։ Այնց որ ազատ խմբակներ կային եւ պետության աչքից հեռու ինչ որ բաներ կարելի էր ստեղծել, ակումբներ, երգի խումբ, արտասանության այդ բանասերների խմբակներ կային։ Ինչ երգեր էին։ Ազգագրական էին կոչվում, դրանք այդ Հայրիկ Մուրադյան այդ տիպի բաներ էին, իսկ մենք հələ բանը չկար, Մեշյանը չկար, հələ Ծախարուտ բանը տեսակ բանը։ Մենք չենք շփվել Մեշյանից հետ շարժվենք։ Մենք չենք շփվել այդ խմբակների հետ, չէ։ Մենք միանգամից անցանք բանի խորը ընդհատակ, որովհետև կար Պաշտպան Հայրենյաց, Կարնո, Պաշտպան Հայրենյաց գիրքը մեր ձեռքը ընկավ։ Արդեն ընդհատակա մաքուր խիստ գաղտնի կազմակերպության գաղափարը եկավ։ Բայց դրանից առաջ ես պետք է պատմեմ, որ Եղեռնի հուշարձանը շինարարությունը երբ որ սկսվեց, մենք մեր պարտքն էինք համարում դասերից ազատ ժամանակ կամ դասերից փախնելով գալիս էինք այդ շինարարներին օգնում էինք։ Ու այնտեղ ես հանդիպեցի մի հոգու, որը մեծահասակ մարդ էր։ Նո, երևի մեծահասակ իմ կարծիքով այն ժամանակ մեծահասակ, երևի մի 40 տարեկան Մեսրոպեր անունը, դա էլ էր գալիս պարբերաբար ու օգնելու, ինքը շինարար չէր, օգնում էին կամ այդ արդեն հետաքրքրասերները կամ ես չգիտեմ, զբոսավայր չէր, բայց այդ արհեստավորները արդեն մեզ ճանաչում էին։ Մենք գալիս էինք իմիջիայլոց այդ Էրեբունի պեղումներին էլ մենք գնում օգնում էինք։ Ուսուցեմ ինձանից էր դա էլի, ես ասենք որտեղ որ այդպիսի բան կար կամ հիմա քանի որ այստեղ ենք, էս Կոմայգում, այն ժամանակ Կոմայգ էր կոչվում, իմիջիայլոց նաև առևտրի տանը կար փողային նվագախումբ, այդտեղ էլ նվագախմբում էլ բարիտոնիստ էի, այսինքն մեր այդ նվագախմբի տղաներից մեկի հայրը այս պարահրապարակում սաքսոֆոնիստն էր։ Այսինքն մենք գիտեինք որ օրերն են լինելու այդ հանդեսները, հանդես էր որովհետև գալիս էինք, դե մենք երեխա էինք, 13 տարեկան, 14-15 պատկերացնում եք, չէ, այդ բարի բաներն էինք նայում։ Հետաքրքիր էր, ես մտածում եմ, որ հիմա էլ կարելի է Երևանում, հիմա տեսեք մեծ պարային խմբեր կան, տոներ, բայց այն մի փոքր տեղը, այդ հրապարակը, բանով, ջրանցքով առանձնացված էր, լավ էր, էլի մարդիկ արդեն երևի գիտեին ովքեր են եւ պարողները եւ երաժիշտները հաստատ այգին էր պատվիրում, դիմացն էլ մի կինոթատրոն կար, կրկնվող ֆիլմերի կինոթատրոն էր կոչվում։ Մի խոսքով սա հետաքրքիր բան էր, պարահրապարակը։ Աշոտին, Նավասարդյան, մյուսներին երբ հանդիպեցիք, ինչ հանգամանքներում, հետո դա նաեւ ձեզ հետ կապված անձնական պատմություն ունի, դուք ամուսնացաք Աշոտ Նավասարդյանի քրոջ հետ, դա մինչև կալանավորումներ, կալանքից հետո էր։ Դա շատ անձնական բան է, բայց կասեմ մի քանի, դրանպես հուսափում եմ դրա մասին խոսելուց, Նավասարդյան Աշոտի քույրը իմ դասընկերուհին էր։ Մենք դասընկերներ էինք։ Դուք Աշոտին ճանաչել եք քրոջ միջոցով, ու քանի որ մենք արդեն մտերմացել էինք Կարինեի հետ, մեր մոտ ավանդական հարաբերություններ էին, ախպերը պիտի իմանար քույրը ում հետ է ընկերություն անում, ծանոթացան, այո, իհարկե, հավանություն եւ ընկերություն ստացվեց։ Մենք ընկերացանք Նավասարդյան Աշոտի հետ ու արդեն դրանից առաջ այդ Ծիսարնագաբերդի այն ժամանակ Պանթեոնի մոտ ենք
Պարոն Արշակյան, եթե դեմ չեք, մտնենք։ կուզեք մի հատ մտնենք, քայլենք։ Հա, գնանք այնտեղ, հա։ Այո, գնանք։ Ուրեմն այդտեղ մենք ծանոթացանք, դուրս եկանք մեծահասակների վրա այդ խմորվող ընդհատակյա պատանեկան կազմակերպությունը պատկերացնում եք դուրս եկավ մեծահասակների վրա Հայկազ Խաչատրյանի, Շահեն Հարությունյանի եւ Ստեփան Զատիկյանի վրա իրենց այստեղ հետո մենք արդեն երբ որ մտերմացանք, անկեղծացանք որոշ բաներ բացեցինք մենք իրենց էինք հավաքագրում իրենք մեզ պատկերացնում եք մենք որոշել էինք որ այդ մեծ խումբը կհավաքագրենք այսինքն կազմակերպենք որ իրենք մեզ օգնեն մեր հետագա ընդհատակա գործունեության համար իրենք էլ մեզ հավանել էին տեսեք այ արդեն Նավասարդյան Աշոտի հետ երբ որ մենք մտերմացանք արդեն ես ազգային միացյալ կուսակցության անդամ էի այսինքն ես Զատիկյան Ստեփանի սանն էի այդպես ասենք ընդհատակա կազմակերպության սանը մեր ղեկավարը այդ կազմակերպության ղեկավարը Հայկ Ազներ Խաչատրյանն ու մենք սկսեցինք բռնվել բացահայտվեցինք շատ պատահաբար ստացվեց իսկ այդ բացահայտումը ներքին դավաճանական չէ շատ բաներ անմեղ բաներ էին տեղի ունենում մեր դպրոցում 86-րդ դպրոցում ինչ որ թրուցիկներ էին բաժանել կարծեմ գեմբարսկու նամակներն էին կամ դրանց մասին ինչ որ բան մեկը ես իհարկե պահեցի իսկ ընդհանրապես ինչ որ մարդիկ եկան քաղաքացիական շորով բոլոր թրուցիկները հավաքեցին երեխաներից վերցրեցին ես մեկը պահեցի իմ մոտ դա չեմ հանձնելու իջնում եք հա շոկա հա ուրեմն մեր դասարանից նաև մի քանի ուրիշ երիտասարդներ հատկապես Թելման Մելոյանը ակտիվ միացավ այսպես ասենք խմբակ ձևավորվեց ըստ Զատիկյան Ստեփանի եւ կարծում եմ ընդհանրապես Հայկազը Խաչատրյան Շահեն Հարությունյան բան քանի որ դրանից առաջ արդեն դատավարություններ էին եղել այդ 7 հայրենասերների մենք արդեն որոշակի փորձ էինք ձեռք բերել չբացահայտման ռեժիմ էինք մշակել ուրեմն որոշվեց որ պետք է լինի այսօրվա տերմինով ասած ցանցային ընդհատակա կազմակերպություններ իրար չպիտի ճանաչենք բայց մարդիկ պիտի իրենց գործը իմանան ամեն խումբ ովքեր որ խումբը հենց որ դեր դրանք դասընկերներ են եւ փողոցի թաղի ընկերներն էինք ամենտեղ մենք օրինակ գիտեինք որ Վարդաշենում, Արեշում, Սովետաշենում, Բութանիայում կան էլի մեր նմաններ, բայց նրանց չէինք ճանաչում։ Դրանց ճանաչում էր Ստեփանը Զատիկյան։ Կոորդինատորը երիտասարդներ հետ ինքը մեզանից մի քանի տարի մեծ էր, դե դա լուրջ էր, էլի, եթե ես 15 տարեկան եմ, նա 20 տարեկան, արդեն մեծ է նա։ Ուրեմն կոորդինատորը Զատիկյան Ստեփանն էր ու մենք իրար չէինք ճանաչում։ Բայց մի ինստիտուտ էլ կար, որ հատուկ է ընդհատակա կազմակերպություններին կոչվում է օգտակար իդիոտների ինստիտուտ։ Մարդիկ որոնք առանց իմանալու մեզ աջակցում էին։ Խնդրում էինք ինչ որ բան տեղափոխել կամ ասենք հեծանիվը դնում ենք ասում ենք ես հեծանիվի մոտ մի 10 րոպե մնա ընկերս կմոտենա քեզ մի հատ փաթեթ կտա պահի մինչև չէր հարցնում ինչ փաթեթ ով անգերը անգերոջ խնդրանք ա հետո ասում է հեծանիվով մի երկու դե լավ իդիոտ մի ասեք կարևոր գործառույթ բայց ինքը հա շատ կարևոր բայց ինքը չգիտե եթե իմանար շատ հնարավոր է որ չմասնակցեր ուզում դա նենց բան է դա հզորացնում էր մեզ իսկ մենք հետո արդեն երբ որ մի քանի տարի անցավ մենք մոտոցիկլետներ ունեինք եւ նույն համազգեստը այն նույն վերնա շապիկը նույն շալվարը նույն բան էինք դնում սաղավարտ էինք դնում մի քանի հոգի գրեթե նույն հասակի էինք մենք 170-ի մոտերը տղաներ էինք այսինքն մենք անդադ փոխվում էինք եւ եթե մեզ հետեւում էր ինչ որ մեկը պատկերացրեք ինչ խնդրեմ ունի նույն մարդը շարժվում է հետո պատկերացրեք Շենգավիթում մեկը շարժվում է վերջը Արեշում մնում է տանը ու քնում է ով էր դա որ մեկներ չի հասկացում հա Մարգարյան Անդրանիկյան խումբը այնտեղ էր
սովետաշնում հայրիկյան պարույրներ, ես Շենգավիթում, Զատիկյանը Բութանիայում, Սիլաչիում։ Պատկերացրու բոլորս մի հասակի տղաներ էինք, 15-17 կամ 20 տարեկան, ու մոտոցիկլետներով գնում ես, չգիտես որ մեկն է, հետո մենք նաև տեղերը գիտենք խրամատներ, որտեղ փորված են տարբեր տեսակի շինարարական աշխատանքների համար, դրանց վրա տախտակներ էին դրված, որ մեքենան չի անցնում, բայց մոտոցիկլետը անցնում է։ Մենք դրանց տեղերը գիտեինք, մեքենան գալի կանգնում էր։ Մենք մոտոցիկլետով անցնում ենք։ Իխոսքով որոշ հմտություններ ունեինք ընդհատակի աշխատանքի, բայց դա արդեն բացահայտվելուց հետո ես քիչ առաջ ընկա, ուրեմն այդ Գեմբարսկու նամակը ես իհարկե Հայրիկյանին ցույց տվեցի, Զատիկյանին, ասի տեսեք մեր մոտ ինչ են տարածել, նենց կարդացինք, բան ասենք, նորմալ է, լավ է, էլի աշխարհում կան մարդիկ, որ հայ գենոցիդ չէր այն ժամանակ, ցեղասպանությունով զբաղվում են, մենք բարեկամներ ունենք։ Այլ ազգի բառը հենց ցեղասպանություն չենք օգտագործել, մենք հետո եղերն էինք ասում կոտորածներ, ջարդ կոտորած։ Դե առանձնապես մենք քանի որ տեղացի էինք։ Այսինքն այս ամեն ինչի ստարտը տրվել է այո, պատճառը իմ մասնակցությունը այդտեղից է։ Մինչև 68 թվականի հայտնի իրադարձություններ, 67 թիվը մենք հատուկ նշեցինք, 66 թվին արդեն լավ կազմակերպություն, մի փոքր միջադեպ եղավ, որտեղ ես բացահայտվեցի, որ սխալ արեցինք ընդհանրապես, բանի ընդհատակա կազմակերպության տրամաբանությունից դուրս էր, լուսանկարներով թռուցիկներ էին տպել, ես չգիտեմ ովքեր, ստերեոտին Հայրիկյանի ծանոթները, ու Կիրովականի ճանապարհին գնացքի մեջ աղջիկները բաժանել են ու բռնվել էին։ Այս աղջիկներն ովքեր էին։ Էլի ինչ որ մեզ համակրողներ։ Դե մենք աղջիկ ընկերներ ունենք, բայց ես քանի որ արդեն զբաղված, ես դրանով չեմ։ Ես դա ձեզ չեմ պատմի։ Դուք դրա մասին չեք պատմի։ Քանի որ մենք Պանթեոնում ենք։ Ես ուզում եմ մի քանի շատ թանկ վայր։ Ուզում եմ որ իրար հետ նաև քննարկենք Դեմիրճան Կարեն Դեմիրճանի հետ իդեպ ես շատ թանկ հուշեր ունեմ 98 թվականին Կարեն Դեմիրճյանի նախընտրական գլխավոր շտաբի երիտասարդական կազմակերպությունների համակարգողն եմ եղել եւ այդ հիմնական շտաբային աշխատանքներում անձնապես ներգրաված եմ եղել ամբողջ մենք նաեւ թռուցիկների այդ տպագրությամբ էինք զբաղված եւ գլխավոր դատախազությունը իմ հետևից եկավ որտեվ ընտրության օրը մենք թռուցիկներ էինք բաժանում եւ եթե հիշում եք ընտրությունների երկրորդ փուլում հենց ընտրությունների ժամանակ որոշեց կասեցնել ընտրությունները 2 ժամով դա մենք էինք պատճառը Կարեն Դեմիրճյանը եկավ ասեց շուտ այս տղային ստեղից բանարեք տարեք պահեք որտեվ որոշել էին ինձ վերցնեին Հենրիկ Խաչատրյանն էր գլխավոր դատախազը, Դաշնակցություն, Ռոբերտ Քոչարյան, երկրապահները մեծ ծեծի էին ենթարկել, մի խոսքով, բայց հրաշալի հիշողություններ ունեմ, բայց գիտեմ, որ դուք էլ գիտեք, իմացել եք, ճանաչել եք։ Շատ դրական բանը այն է, որ Կարեն Դեմիրճյանի ժամանակ ես ճանաչվել եմ հատուկ վտանգավոր ռեցիդիվիստ, ու ինքը գիտեր դա։ Հետո 89 կամ 90 թվականին մի հուղարկավորության ժամանակ մտավորական էր մահացել Թոխմախում մեր ընկերներից մեկը մոտեցավ ասեց Կարեն Սերոպիչը այնտեղ ինչ կարծիք ունես ասեց ծանոթացրու ինձ ասեց լուրջ նորմալ մարդ էր ասեց այս լավ բան է ու դա ես մոտեցա դեղավակներ բարևեցի բան ասեցի ես մի բան եմ հիշում Կարեն Սերոպիչը ասեցի մի կարևոր բան եմ հիշում 1975 թվականին դուք մի ելույթ ունեցաք Երևան քաղաքի մասին ու ասեցիք որ Երևանը որպես բնակավայր կայացել է բայց երևանցիները դեռ ոչ ասեցի դա շատ հետաքրքիր բան էր ես չէի սպասում որ ասենք այդ Պաշտոնյան նոմենկլատուրան ՑԿ մեկավան ծիծաղեց բնեց կարելի ասել այսպես քքվեց ասեց Բայց դու գիտես, որ արդեն կայանում է Երևանցին, այդ շարժումը սկսվել է Երևանցին որպես առանձին ինքնություն ունեցող Արման ջան, շեշտը գիտես ինչի վրա եմ դնում, որ այդ շարժումը մեզ քաղաքացիություն բերեց նաև որպես սիտուայե պատկերացնում, այո, որպես քաղաքացի ոչ միայն բնակիչ Երևան, այլ մայրաքաղաքի ինքը դա արձանագրեց, դուրս եկավ
Դե ասեցի բան անենք մենք Եվ քաղաքականությունը լինում է մայրաքաղաքում։ Մայրաքաղաք։ Ինքը դա ասեց։ Policy։ Այո։ Policy-ն է դա։ Դա 89 թիվ պատկասում ես ասեց որ բայց դու տեսնում ես ես միշտ իր նկատմամբ հարգանքով Իսկ հետո վերստին որ վերադարձավ 98-ին եւ 99-ին հարաբերություն ունեիք, պահում եք։ Շատ, այսինքն հետո ինքը դարձավ հայ էլեկտրոգործարանի տնօրեն, ես թռչնաբուծարանի։ Այդտեղ արդեն մենք տնօրեններ, արդեն գոլեգաներ էինք, ես հատուկ այն ժամանակվա օրենքների սահմաններում այդ գործարանի բանվորներին մատակարարում էի թռչնամսով եւ զատիկի ձվով։ Դա ռազմարյատկայով չկար։ Այնպես որ մենք ձեր կողմից Դե ձևակերպում էի, կոլեկտիվից ասենք գեներատոր բան, ինչ-որ բան, կաբել, ինչ-որ բան։ Դեմիրճյանի մասով։ Դեմիրճյանն էր, էլի տնօրենը։ Էլեկտրոյում։ Հա, էլեկտրոյում։ Դուք իր գործարանի։ Ես մատակարարում էի ընկերություններ, դա շրջանցում էինք մենք կառավարության կանոնները շրջանցելով փոխօգնություն։ Հա, ու շաբաթը մի քանի անգամ մենք հանդիպում էինք եւ ձեր արդեն ակտիվության ժամանակ ես այո ես հրաժարվել էի կինոտանն էինք մենք գլխավոր շտաբները այնտեղ ես գալիս էի մեկ գալիս էի բայց ես քանի որ դուրս էի եկել հայտարարեցի որ դուրս եմ գալիս քաղաքականից 96 թվականի այլանդակությունից հետո երբ որ գրավեցին կենտրոնական ընտրական հանձնաժողովը ու միաժամանակ ազգային ժողովը ես ասեցի փաստորեն Հայաստանի պետությունը այնքան կայացած է պատկերացրեք որ ես ով եմ ընդհատակա կազմակերպություն անկախ Հայաստան ու վիրավորված էի ես շատ վիրավորված եմ որտեղ իմ ընկերներից շատերը այդ այն գրողների մեջ էին ասեմ շատ կարևոր բան է ձեզ տեղ բաներ որտեղ փոփոխվում են նաև քո հարաբերությունները շրջապատիդ հետ ընկերների հետ ու հետո արդեն երբ որ Կարեն Դեմիրճյանը սկսեց ակտիվանալ դες այդ կապեր ունեի հայոց համազգային շարժման հետ լավ ջերմ ու ես հետաքրքրվեցի ասեցի ես լուրջ ջատ չեք Կարեն Սերոպիչ հա մենք երկար ասենք շատ մեծ քանակությամբ թե ենք խմել միասին թե ուրիշ բան չէ թե ենք խմում ու բան կար Կարեն Դեմիրճյանը թե շատ էր սիրում ես գիտես զալատոյ ключик այո Իրիսով հա ու սեղանի վրա էկոնոմիկսն էր դրած սկզբից ես նայեցի ասի ինչին է պետք հա մենք ազատ որպես քաղաքացի երևանցի մեզ համենք արտաքինով մի քիչ իրար նման էինք այնց ոնց որ ախպերներ ազատ խոսում էինք ասի քո ինչին է պետք է քո այս տարիքում 60 պատկերացնում եք իմ կարծիքով 3 էր կարծեմ հա 62 ասի քո ինչին է պետք էկոնոմիկսը բան արա ասես դու չես պատկերացնում որ ես այդքան սովորել եմ ԲՊՇ բան չեմ իմացել սա է տնտեսությունը ինչ է հիմա ես հայ էլեկտրոգործարանի տնօրենը սովորում եմ հա Այլ մի քիչ կատակներ արեցինք, 1000 անեկդոտ գիտեր։ Լավ, բայց Կարեն Դեմիրճյանը սովետական մարդ էր, սովետական ժառանգության կրող էր, բայց 98-ին իր վերադարձը ինչ որ ազգային լրիվ ուրիշ ընկալում ուներ։ Իհարկե հիշողություններն էին նաև։ Ես ունեմ հաճելի, քեզ հաճախոսելու համար ասեմ, ճիշտ նույն հարաբերությունը ոնց որ դու ինձ հետ։ Ես ժառանգականության սերնդների համերաշխության ակցիայի անում ընդգծված հարգալից է ասում եմ մենք երկուսով եղել ենք նույն լագերում ենք եղել դու այլ գործողություն ես արել ես այլ բանով եմ զբաղվել ասես որ նեղացած չէ ինչ պետք է անեի եւ Հայաստանը ձեզ հաշտեցնում է հայրենիքի ապագան եւ զարգացումը ես մի էպիզոդ էլ պատմում եմ դա շատ տխուր բան է 99-ի ամռանը ես գրասենյակ ունեի Բաղրամյան փողոցի վրա իմ մոտ հյուրեր էին լինում ընտրությունները արդեն եղել էին արդեն ազգային ժողովի նախագահն էր ես այնտեղ անցաթուղթ չի գրել պահակային ծառայությունում ազգանունը գրված էր ու ինձ էլ որ ճանաչում նույնիսկ առանց փաստաթղթի ճանաչում հա ես երբ ցանկանայի գնում էի բայց հիմնականում ինքը հրավիրում էր
Այն ազատ օրերին անպայման հրավիրում էր, քննարկում էինք։ Մի օր առավոտը շուտ Միրոյան, չէ, ես էս պատմեմ, ուրեմն իմ առանձնասենյակում Աբովյան փողոցի վրա մի 10 հոգի Շեկոյան Արմենը իր ընկերներով նստած էին, ծխել այն ժամանակ Ընդունված էր, այո, ես արդեն չէի ծխում։ Նաև գրասենյակներում։ Ես արդեն չէի ծխում, ու դուրս եկա այդ մանկական աշխարհի դիմաց կվաս էին վաճառում, ասի գնամ կվաս խմեմ, շոքաս տեղ գարեջուր էր, մեր սեղանին գարեջուր էր, ես չէի ուզում, գնացի կվաս խմեցի ու հետ դառնալուց գլուխս կգալիս մեկ ինձ գրկեց։ Գլուխս բարձրացեցի Նաիրի Հունանյանը, հունիս ամիսն է։ Նաիրի Հունանյանը, արա ասում եմ, բայ դու աքսորված ես, բաներ, չէ ասում եմ, թույլ են տվել, ես ինչ-որ տպարան ունեմ, դու շփվել ես Նաիրի Հունանյանի հետ, դրա համար այս էպիզոդը պատմեմ, այո, 2019 թվական, դու պատկերացու 20 տարի առաջ ես, 99-ի ամռանը, այո, 88-ից ճանաչում էինք իրար, ասի, բայց դու աքսորված ես, չէ, ասեց, վերադարձել Ղրիմ էր աքսորված, ասեց, Ղրիմում ես տպարան ունեմ, նա այստեղ ինչ որ կգնահատվի, ուղիղ դրա կեսով, առաքումով բերեմ ես։ Գիրք, բուկլետ, ինչ որ պետք է բան, ասի, չէ, ես միսակ դուրս եմ եկել քաղաքականությունից։ Ինչ էր ասում։ Ու հրաժեշտ տվեցին, ես եկա այդ իմ ընկերների մոտ ասել, լսի ժողովուրդ, Նաիրին հետ է եկել։ Այդ տղաներից մեկը, որ դատով գնում է, հիմա մենք նոր բան չենք բացահայտում, էլի դատարանում ինքը եղել է։ Այդ ասեց, արա ասեց, իսկ իրոք տեսար, ասում հա, ասեց դուրս գանք։ Իմ սենյակից դուրս եկանք ու խոսենք։ Ասեց այդ այծը կազյոլը այդ մի շաբաթ մեր տնից չի գնում, ասի ինչ գործ ունի քո հետ ամենը տամ չէ շանթը գործով կարդացել եմ ես հա տեղակից ասեց արա չի գնում, ասի ինչ ա ուզում, ասում գնանք Վազգենին խփենք Արա ասի Շան ջան, դու հիմա գիտես որ հիմացող չհայտնող եք, բա որ խփի Ասես լուրջ ես ասում, արա ասի, բավոր խփեն։ Հիմա դու գիտես ինձ էլ ասեցիր, ես իբր թե որպես ավակ ընկեր։ Ներս մտանք այդ տղերքին ասեցինք, եկե ժամով դուրս եկեք դրսում ծխեք։ Հասկանանք ինչ պիտի։ Հա, հեռախոսը վերցեցի, զանգում եմ պաշտպանության նախարարություն։ Դեռ ինձ ասում են Վազգեն Սարգսյանը, չէ, արդեն վարշակն է։ Դուք զանգում եք կառավարություն։ Վազգեն Սարգսյանին Շիրխանյանին, ես ում որ ճանաչում էի, Շիրխանյանին, ասեցին տեղում չի բան, հետո կզանգի, արա ասեցի դավալու։ Զանգեք Արամին։ Զանգեցին քարտուղարին, ասեց ինքը եկել է քաղաք ու շատ հնարավոր է, որտեղ Արամը գործարանի տնօրենը իր քարտուղարուհուն եք զանգել։ Այո, զանգել եմ, ասել եմ գործ ունենք, հետո ասեց որ եկել է Երևան, շատ դա այն ժամանակ Սոտովիչ կար։ Ասեց շատ հնարավոր է որ ձեզ հանդիպի եւ այլ, ասեցինք դե լավ։ Արամը հենց որ գալիս էր կառավարություն գործերը վերջացնում էր, գալիս էր մեզ հետ նաեւ ազատ զրույցի։ Իմ հավաքատեղի էր, իմ աշխատասենյակը մոտ էր։ Եկավ։ Չէ, Արամը չեկավ։ Բա դուք Սերոպիչին երբ տեսաք։ Չէ, հետո դե Սերոպիչին չզանգեցի, որտեղ Վազգենն է թիրախը։ Հետո Շանթ ասաց որ չեք պատկերացնում որ չէ, Վազգեն թիրախը չի։ Ես ասեցի Վազգենին, Շանթ ասաց որ դա ինձ փորձում է։ Էդի Վազգենն է սարքում Նաիրին, Վազգենի ագենտն է, եկել է որ ինձ փորձի։ Ասի բոլոր դեպքերում արի Վազգենին տեղյակ պահենք։ Ասես լավ, ես այսինչի միջոցով սրան մի քանի տեղ զանգեցինք, ասեց այսինչի միջոցով սրան կասեմ, թող Վազգեն իրան հանգիստ պահի։ Ես հա, էլի, չէ, ինձ չներքաշի, չփորձի ինձ, որտեվ ես այդ պրովոկացիայի մեջ ներքաշի, ես հայրենիք, բան, Շանթը։ Սերոպիչը։ Հիմա հոկտեմբեր 2-ին Միրոյան Ռուբոն ինձ զանգեց։ Զանգեց բա, ահա, արի տեղակալներ, ասեց բա Ազատ ջան, արի գործ կա։ Գնացի, Կարեն Սերոպիչն ասեց, այս դարակների մեջ Վապկեն Արարքցյանի մի հատ թուղթ եմ գտել, կուսակցությունների ֆինանսավորման մասին ինչ-որ թուղթ ես գրել, թղթիկ, զապիսկա ես գրել, հա, ես Արարքցյանի ժամանակ։ Արարքցյանին եմ գրել, ասեց հետաքրքիր է, էլի գրել ես Կարանք էդի քննարկենք, ասի միշտ պատրաստ եմ Կարեն Սերոպիչի, ես հիմա գործազուրկ եմ։ Ասես Նազարյան Վալոդյային, ասի մենք մի ցիստեր արաղ ենք խմել միասին, հենց որ ընկերներ ենք, վարչության պետներ, իրավաբանական։ Ասեց բան անենք։ Դե ում կուզես։ Նստենք քնա, ասեցի ես առաջարկում եմ Վիգեն
Խաչատրյանին էլ որպես ստրուկտուրալիստ, համել ասիկ ու պարտկոմնա ծիծաղեցինք, ասել դե ինժեներ է, ասել դե դու ես ինժեներ, թող գա ու քննարկենք այդ կարևոր բանը քաղաքական կուսակցությունների ֆինանսավորումը, ասեց մեր մոտ դու գիտես քաղաքական կուսակցությունները ես չգիտեմ ինչ են, ասի ես գիտեմ, բայց չասեմ ինչ են, ասես լավ պայմանավորվենք, ուրեմն սրանից հետո 2 շաբաթը մեկ այն ազատ օրերին գնանք խումբ ստեղծենք, քննարկենք, ես ասի, բայց ինչ է այդ ընդմիջումներին դու Արշակ Սադոյան հետ ուզում ես ընդգրկես բան, համել ասեցի լսել եմ, որ գալու են Վազգենին խփեն։ Դու ներս քեզ էլ կկպնի։ Ծիծաղեցինք, դե ես ինչ իմանամ, լուրջ եմ ասում, ասեցի արի, ասես լավ, գնամ Ֆրանսիա։ Հա, այցուներ։ Գնամ Ֆրանսիա գամ, ուրեմն ամեն օր մի ամիս, 2 ամիս, մինչև հունվար ամիսը այս հարցը հա, կուսակցությունների կարգավիճակի մասին եւ ֆինանսավորման անդամավճարի, այնտեղ ես առաջարկել նաև յուրաքանչյուր ընտրատեղամասում 3 հոգի ունենա կամ 5 հոգի պարտադիր գրանցումով, ասեց այդ քո համար հեշտ է, ասում ես գրանցումով, ես տենց բան որ ասեմ, կասեն բանն է վերականգնում, կոմունիստական կուսակցությունն է վերականգնում, ասում թող գրանցվեն, մարդիկ իմանան, որ այս մեկը քրիստոնյա դեմոկրատ է, այն մեկը սոցիալ-դեմոկրատ է, թող գրանցվեն, ասեց լավ գնամ Ֆրանսիա գամ, կհանդիպենք, այդ բանը կանենք, Դա հոկտեմբերի 2-ին էր, հոկտեմբերի 27-ը եղավ, տես ինչ հետաքրքիր։ Ինչ էր ձեր առաջին զգացողությունը, այդ ես համարեցի, որ ինձ նորանկախ պատմության ես համարեցի, որ կրակել են մեր բոլորի վրա։ Մենք գնդակահարվեցինք։ Ու ես մինչև հիմա դա համարում եմ շատ մեծ ողբերգություն։ Ու նաև ձեր կյանքի, ձեր պայքարի մի շատ կարևոր հանգրվան, որտեղ ուղղակի նաև անձնական ցավ երկու անձ Կարեն Դեմիրճյանը եւ Նավասարդյան Աշոտը ինձ համար նրանց կորուստը ամայացրեց։ Այ հիմա ես միայնակ եմ։ Իմ սերնդակիցների հետ չեմ շփվում։ Չկամ։ Ես չեմ ուզում շփվել։ Ինչ որ բան այդ ամբողջ համակարգը փլվել է։ Հա, Արման ջան, հիմա դու այն նույնն է, ինչ որ ես դուք ձեզ միայնակ չզգաք ամենակարևորը։ Չէ, տես, երբ որ Դեմիրճյանը ինձ հրավիրում էր այդ թեախմություններին, հետո շատ անձնական զրույցներ են եղել, տարբեր տեսակի, որոնք չի կարելի։ Չեմ կարողանում մոռանալ երաժշտության նկատմամբ իր պատկերացնելի ուղղակի սերը եւ ոնց էր այդ սուլում սիմֆոնիկ գործերը մի ամբողջ ոնց էր շատ հետաքրքիր մարդը հիմա մենք կանգնած ենք այստեղ շատ հետաքրքիր ես շատ մեծ այ հիմա ես որոշ չափով իմ ու քո հարաբերությունները ու իմ մյուս ընկերների երիտասարդ քաղաքական գործիչներին բանալուց մեծամտորեն ասում եմ ես դա արել եմ ինչ որ դուք եք անում ես էլ եմ արել ու խոցվեց մեր հայրենիքը հոկտեմբերի 27-ին մենք բոլորս գնդակահարվեցինք Կարեն Սերոպիչը գնաց ու մենք լուրջ չընդունեցինք գնացինք մեր ճշնամով ես դրա անունը դնում եմ Պուտին Հիշում եք չէ Պուտինը եկավ, հիշում եք Քոչարյանի Պուտին, որովհետև ռուսական իմպերիան, այո, հավաքական կերպար կա։ Լենինը դա նրանք ովքեր մեր պետության բարեկեցությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարացումը պատրաստ էին իրենց նաև կյանքով պաշտպանել, նրանց կյանքից էր պետք զրկել, որպեսզի Հայաստանը մնա անպաշտպան։ Բացի այդ անձնավորված կառավարման համակարգը նաև խորհրդանշական կար, որ ձեր ամենապաշտպանվածին կխփենք։ Բա դուք ով եք։ Բա դու ասենք էլեկտրիկ, այո, կամ առևտրական գործարար, նկարիչ, երաժիշտ, դու ով ես, ինչ ուզենք կանենք։ Տեսում ենք խփում ամենապաշտպանվածին։ Այ ես դա եմ զգացել որ եւ հետաքրքրական բան եք ասում էլի խփողներն էլ մեծ հաշվով ներքին ձեռքներ միշտ կրկին մենք հիմա այս իրավիճակն ունենք միշտ կան նույն անունները նույն դեմքերը որոնք
այդ ժամանակ ասում էին Վազգենը չլինի, Հայաստանը կփրկվի։ Այո։ Հիմա էլ Նիկոլա չլինի, Հայաստանը կփրկվի։ Այսինքն մեծ հաշվով եւ դրանք բոլորը ռուսական ուրիշ բան չգիտեն։ Բոլորը ռուսական ռուսները ուրիշ շաբլոն չունեն։ Արդեն 500 տարի է ուրիշ բան չեն անում։ Հենց դա է դրել են էլ չեն էլ արտագրում են ուղղակի։ Պետությունը չկարողացավ պաշտպանել իր ամենակարևոր մարդկանց։ Պետությունն էր, այ պետության, ես դրա համար եմ պետությունը գնդակահարվեց։ Ու հիմա մենք այդ տաշտակի առաջ կանգնած ենք, պետությունը չի կարողանում իր անվտանգությունը ապահովել։ Պետության հաշվին հակապետական ուժերը գործ են անում, իրենց գործն էլ պետությունը քայքայելն այդ ճյուղը կտրում են։ Դա հիմա Կարեն Դեմիրճյանը, ես նախազգուշացրել եմ, ասած որ գալու են, արի, գալու են զբաղվենք պետականաշինությամբ։ Շատ ծանր, շատ։ Ստեղ մենք մեր համար նաև բաներ, հանդիպումների վայր։ Հա, իհարկե, հա, բավական շատ հարմար տեղ է, աչքից հեռու, հետո Հրաչյա Ներսիսյանը, իմ պապը Արտաքինով շատ նման էր Հրաչյա Ներսիսյանին, մենք տան ասում ենք այ պապին, շատ, մենք նման ենք, ես նման ենք Հրաչյա Ներսիսյանների Գերդաստանին։ Գրողները Իսահակյան, Շիրազ, բայց ամենավիրականը Կոմիտաս, նաև Պանթեոնի հետ կապված այդ հիշողությունները 65-ի 65-ի, հետո 66-ի, հետո 66-ում խորհրդանշում էր ցեղասպանությունը։ Ես կարծում եմ ամենահայը, տեսեք Մեսրոպ Մաշտոց, Նարեկացի, շնորհալի, չէ, Խորենացի, բայց Կոմիտասը ունիվերսալ։ Հա, ես մտածում, այ ինձ որ հարցնում են, ես ասում եմ երկու բան պետք է պաշտպանվի Հայաստանում՝ կոնսերվատորիան, Կոմիտասյան, Վան եւ Մատենադարանը։ Այ մենք ինչ սրբավայրեր ունենք, կոնսերվատորիան եւ Մատենադարանը, ընդհանրապես Օշականը եւ Աղցքը, Արշակունիների դամբարանը, Խոր վիրապը։ Տեսեք 5 ասեցի, հա։ Այդ 5 ցանկը ընդլայնվել, որտեղ շատ են։ Հա, բայց չէ, բայց դրանք ուրիշ են, չէ՞, Արմանյա, պատկերացնում ես Աղցքը պետություն ասում ենք անմխիթար վիճակ, արշակ, պետության սիմվոլը։ Տեսեք, այնտեղ պետք է երթման արարողությունը տեղի։ Մենք այստեղ երանք երթվել ենք մեր անդամներին, որ բերում ենք այստեղ սրբավայր է, սրանից երթման տեքստը մոտավորապես։ Դե մոտավորապես ծառայում ենք հայրենիքին։ Զատիկյան Ստեփանն էր գրել։ Մահ թշնամիներին։ Չէ, կառուցողական էր։ Հա։ Կառուցողական, ծառայում ենք հայրենիքին, դեպի առաջ։ Հա։ Գործեն ռուսները։ Գործեն ռուսները մեր բոլոր բաների մեջ էին, բայց մենք բոլորս ռուսաֆիլ էինք։ Ես ձեզ ասեմ, մենք ռուսական դպրոցում այո, կրթված էինք այդպես, բայց մենք ասում ենք իմպերիան ֆոլկլորից հարկավոր է անջատել, ռուս ժողովուրդն է նախ եւ առաջ, առաջին, այո, առաջին Крепостное право, այ ճորտը առաջի ճորտը ռուսն է, ռուսը ում ասում պետություն հիմա էլ որ ասում են կորչեն ռուսները նկատի ունենք Պուտինը ռեժիմը ես այդ բալալայկայի դեմ ոչինչ չունեմ եւ ասեմ ձեզ բանակային եւ այլ ռուս ընկերներ ունեմ ես մեղմացնում եմ էլի եւ ընկերուհիներ լավ էլի ես համուրի եմ հա չէ մենք մեզ ազատ ենք զգացել մեզ երես տվել են ռուս աղջիկները մեզ երես տվել են այստեղ է նաեւ ձեր իմ ընկերը Ես կարծում եմ, որ իր տեղը չի։ Ես առաջարկել եմ ժամանակին, հա, Անդրանիկ Մարգարյանը մեր իրար հետ պայքարի այո, գործընկերներ են եւ 60-ականների որ փուլում եկա։ Հենց սկզբից Անդրանիկ Մարգարյանը եղել է բավական ազդեցիկ։ Զատիկյանն էլ իրան նկատել էր։ Հա, իհարկե։ Մենք sense հնգյակ կար երիտասարդական դուք էիք Անդրանիկը, Պարույրը եւ Հակոբյանը։ Հակոբյանը, այո։ Հակոբյանը Հանրապետական կուսակցության Հակոբյանը։ Հա, կար այնտեղ, բայց ինքը դատվեց, բան հալածվեց։ Հալածվեց, հա։ Ուրեմն մենք հնգյակ, այսինքն sense է ձևը կառուցվածքը, ովքեր որ ունեն խումբ կազմակերպություն ունեն, նրանք խորհրդի անդամ են։ Հայրիկյանը քանի որ չուներ խումբ, եւ ինքը դա ուզում էր, ինքը դարձավ մեր կոորդինատորը։
Հայրիկյաններ։ Հայրիկյանը, տեսեք ինչ էր, մենք Համակարգում։ ունեինք, մենք ամեն մեկս առանձին ունեինք մեր խումբը, որ նրանք չեն ճանաչում իրար, մենակ մենք այդ 5 հոգով ենք իրար ճանաչում, ուրիշի չենք ճանաչում, ու քանի որ Հայրիկյանը Սովետաշունում չուներ խումբ, բայց ինքը շատ ակտիվ էր, գործունյա եւ նվիրված հայրենասեր էր, մենք որոշեցինք մանավանդ մեր ավակ եղբայրները Հայկա Զախաչատրյան, Շահենը Հարությունյան եւ Զատիկյան Ստեփանը ասացին, եթե ինքը ուզում է դուք էլ համաձայն եք, թող ինքը լինի։ Ես Շահյանին Ամերիկայում հանդիպեցի եւ շատ տպավորված էի ու Շանթին ճանաչեցի արդեն նման է իրար, ես ձեզ ասեմ նման է։ Լավ, ես ուզում եմ որ նախ գնահատեք էլի հանրապետական կուսակցություն, իր հանրապետական կուսակցություն գալը, այսօր այդ հանրապետականից ինչ ա մնացել, Աշոտի հանրապետականից ինչ ա մնացել, որովհետեւ գիտեմ լավ ընկերներ են մնացել, լավ ընկերներ կան, որոնք չի մնացել Աշոտից։ Ես Աշոտի համար ասեմ, որ Աշոտի պապը եղել է նա Սարդարավատի ճակատամարտի մասնակից եւ սպա։ Հիմա Բաղրամյանի հուշերը կան, շատ ափսոս, որ նրանք չհանդիպեցին։ Նավասարդյան Լևոնը եղել է Մարգարայի կամուրջի պահապան Վաշտի հրամանատարը, քանի որ ես Մարգարայից եմ իմ նախնիները ու Լևոն անունով այդ սպան Սարդարապատում էր իմ հարազատները, այս Լևոնին, որը նույնպես բարձրահասակ էր։ Լևոնը փաստորեն Աշոտի պապն է։ Պապն է, այո։ Նավասարդյան Լևոնը Աշոտի պապը եղել է Սարդարավատի մասնակից եւ սպա Տոլորսիցի, Սիսյանցի ու կամուրջի մանրամասն մենք Աշոտի հետ նստում ենք պապի հետ չայ ենք խմում, պապիկը չայ էր սիրում, չայ են խմում ու մենք մանրամասն հարցում ենք ով որտեղ էր կանգնած, ինչ հրամաններ էին գալիս, քանի որ իմ պապերը նույնպես կային, տատիկս կար, նրանք էլ էին ականատեսը, Մարգայի գիտեին, ճանաչում էին Նավասարդյան Լևոնին, որտեղ զորքը տեղավորվում էր բնակարաններում, քանի որ մերոնք ունևոր էին, դա կոչվում էր կուլակ, նույնիսկ ձիեր ենք ունեցել, մեր տանն էր մնում, շտաբը մեր տանն ա եղել ու մեր տանը պլանավորել են, այդտեղ յուղ, ձեթ, ինչ-որ բաներ են բերել, Բաղրամյանը դա չի ասում, բայց Լևոնը ասում էր, որ բերեցինք, որտեղ վարարել էր գետը, ու եթե հրետանին բերեին թուրքերը իգդիրով, կամուրջով անցկացնեին, մենք պետք է կամուրջը վառեինք, գերաններով էր, ու մի խոսքով այդ Նավասարդյան Լևոնի տղան, ես էլ վերջացնեմ, որ իմանանք ով էր Աշոտը Նավասարդյան, եւ ինչ է իրենից ներկայացնում այսօրվա հանրապետական Նավասարդյան Ցոլակա, Աշոտի հայրը, Մանջուրիայում է կռվել, 1946-ին է զորացրվել։ Պատկերացնում եք, Նավասարդյան Աշոտը 18 տարին լրացել է, հաջորդ օրը կալանավորել են ավիացիոն ուսումնարանից կտրել են, վերել են ու տենց 12 տարի միասին գնացել ենք այդ կռիտիներով, բաներով ու այդ կուսակցությունը պատկերացնում եք Նավասարդյան Աշոտի ծագումը, ծրագրերը դատավճիռները նայեք Նավասարդյան Աշոտի հրաշք։ Ես կարծում եմ Սովետական միությունը պատվոգիր է գրել դաժան, անուղղելի, Աշոտը գրել է անուղղելի հայրենասեր։ Անուղղելի, ես կարծում եմ, որ Անդրանիկ Մարգարյանը սխալ արեց, որ հանձնեց եւ Աշոտին հանձնեց եւ մեր հայրենիքը չպետք է համագործակցեր Ալիևի պարտկոմի հետ։ Չպետք է համագործակցեր, բացառված է, ինչ կար ընդհանուր։ Ես կարծում եմ, որ սխալ է։ Գաղափարական տարբեր ճամբարներ էին։ Դլրիվ Նվաճողները հանձնել, հանձնվեց հանրապետական կուսակցությունը չի Նավասարդյան Աշոտը։ Կա հանրապետական կուսակցությունում նաև են հատիկը, ով ձեր պես Դե մեր ընկերները մնացել են, բայց նրանք ժառանգության նաև եւ այս հիշողության կրողներն են։ Ես հիմա նրանց ափսոսում են այն ամենի համար, որ տեղի ունեցավ Անդրանիկ Մարգարյանից սկսած, բայց հատկապես իր մահից հետո այդ այլասերումը կուսակցության ուղղակի քրեաօլիգարխիան երբ դարձավ հանրապետական եւ ամբողջ գաղափարական բանը փոխվեց։ Ես պաշտպանում եմ Նավասարդյան Աշոտի հիշատակը, մաքուր էր, մաքուր գնաց ու օրինակ ես նույնիսկ ասեմ արտաքին տեսքն էլ բարձրահասակ էր, բարետես էր, էմոցիոնալ էր,
բարի էր։ Այ մեր ընկերների մեջ մենք բարի տիպաժ կա։ չենք։ Դուք ինձ ճանաչում եք մոտիկից գիտեք որ ես լավ մարդ չեմ։ Աշոտը լավ մարդ էր։ Աշոտը լավ մարդ էր։ Ափսոս որ իր ժառանգությունը այսպես եղավ։ Հույս ունենանք նաև որ այդ բոլորը վերստին կենթանության ուրեմն կգա մի սերունդ վերադարձնելու այո կգա մի սերունդ որ կգտնվի այդ սերունդը որտեղ հանրապետական կուսակցությունը կարևոր է այդ գաղափարները կարևոր են եւ իսկապես այս ախտից կազատվի այդ պետք է մաքրվի այո եւ իր տեղը զբաղեցնի եւ ինչպես դուք եք ասում անուղղելի է այդ հայրենասերի գաղափարները ամբողջ 20-րդ դարը Նավասարդյանների մաքուր դարն է եղել, այ անձնազոհության, զոհաբերությունների դար։ Պատկերացնում եք 100 տարի այդ Գերդաստանը զոհաբերել է ամեն ինչ։ Ու հիմա հանրապետական ասելով ասում են Նավասարդյանը ուրիշ էր։ Դեռ մենք կգնա, դեռ մերոնք կգնահատեն Նավասարդյանը Նաև մեր պարտականությունն է, մեզանով պիտի սկսենք, մեզանով պիտի մեծարենք։ Փառք Աստծո որ դուք կաք եւ որ թեկոս հարցը տվեցիք։ Դուք գիտեք որ հուզվեցի, որ հարցը տվեցիք Արմանյան։ Որովհետեւ հիմա էլ նրանք չարժեն ունես դրանց մասին խոսել։ Այստեղ մենք հավաքում ենք այս այգում հարմար տեղեր աչքից հեռու էր ու եթե գալիս էին էլ այստեղ 60-ական թվականներին ուխտագնացության էին գալիս մտավորականների մոտ ծաղիկներ էին դնում ինչ որ բան վերև ես չգիտեմ պրագմատիզմից դուրս էր մենք ինչ որ արել ենք դա պրագմատիկ եթե այսպես նստենք հաշվար կանենք ասեն այս մարդիկ խենթ են Իհարկե ոչ մի ուղեղի մեջ չի տեղավորվում ոնց գաղափարականության 66 թվականին կանոնադրություն ասում են անկախ Հայաստան Թրուցիկներ են տպում, կեցի անկախ Հայաստանը, կորչեն ռուսները։ Ես ասում են, արանք ինչ եք դուք ոնց ռուսները կորեն, ոնց եք պատկերացնում, ասում են, ոնց որ գնացին 17 թվին։ 18 թվին ոնց գնացին ռուսները, կգնան անսպասելիորեն։ Ես ասում եմ, մեր պապերը, մեր հարազատ պապեր, որ Սիբիրներից վերադարձել էին, ովքեր ողջ էին մնացել, դրանք պատմում են, իմ հարևանները, ռազմագերիները, Վլասովին գիտեին ասում են, Վլասովն ասում էր, որ գրավեն դեր անկախությունը Դե լավ ասում եմ, պապի, ասում էր, ես լսել եմ, ռազմագերիները, Կիրակոսյան Անահիտի մեր ընկերուհին էր, մեր գործով կար, շատ ակտիվ աղջիկ էր, մենք չենք հանձնել իրենց, Կիրակոսյան Անահիտի հայրը հարազատ, ասում էր, ես տեսել եմ Վլասովին, ասում էր, ազատություն ժողովուրդներին, Ռուսական իմպերիայի ժողովուրդներին ազատություն կտանք, հետո ասում են, բա դուք այնտեղ նացիստներ Ասում են, ինչ նացիստարա, մարդն ասում է, ձեզ ազատություն եմ տալիս։ Ասում ենք Հիտլերը, ասում Հիտլերը այսօր կա վաղը չկա, բայց երկիրը ազատ կլինի։ Փարաջանովին տեսա, որի հուղարկավորությանն եմ մասնակցել երեխայի Ֆրունզիկը եւ Հրանտ Մաթեոսյանը։ Ես իրենց տանեմ, ես իրենց հարցազրույցը վերցրել երեխայի Արարատյան թեմի հայ եկեղեցու երիտասարդաց միության ատենապետն էի պարոն Արշակյան եւ նաեւ այսօրվա կաթողիկոսը այն ժամանակ առաջարկեց որ պարբերական սկսենք տպագրել ես 12-13 տարեկան էի եւ ինձ դրեց այդ հայորդի պարբերականի այսօրվա կաթողիկոսը այն ժամանակ Արարատյան թեմի առաջնորդական փոխանցում եմ ես էլ շփվում էի Արարատյան թեմում եւ ասեմ որ իմ տենց մանկության տենց փուլեր կան հետաքրքիր բայց ամեն ինչ սկսվեց եկեղեցու հետ կապից իմ դասատուն հայոց լեզվի իմանալով որ ես արևիկ խմբում եմ երգում ասաց գնանք եկեղեցում շարականներ սովորելու բան կա այդպիսի դասընթացներ կան ամեն չորեքշաբթի ուրբաթ օրերին այո դե մեր տունը տենց անհավատ տրամադրություններ են ինձ տարավ Սուրբ Սարգիս եկեղեցի եւ ես առաջին անգամ շարական լսեցի այսօրվա պես հիշում եմ Իվերին Երուսաղեմ երգն էր ես էլ շատ լավ եմ երգում իդեպ ու պատկերացրեք այնքան եմ մերձենում եկեղեցուն Սրբազանը մի անգամից ինձ նկատում է ես դպրոցում արդեն պիոներական կազմակերպությունը
արդեն վերացել էր։ Իրենք ենք վերացրել մեր դպրոցում։ Վսկապները ասել եմ, բերեք վառել եմ պիոներ սենյակի առաջ, ստեղծել ենք երագույնների մանկական կազմակերպություն եւ երագույն վսկապներ ենք կապում։ Հետո գնացել ենք Արտեկ, Ղրիմ, վերացրել ենք Ես էլ 61 պիոներական կազմակերպությունը։ Ես էլ եմ գնացել Արտեկ 61 վերացրել ենք պիոներական կազմակերպությունը եւ հայորդի պարբերականի խմբագիրն է եւ անձամբ Գոհար Գասպարյանենց տունն եմ եղել, Խորեն Լևոնյանի հետ, որ երգում ես, որ երգում ես, եւ հետո կոնսերվատորիայում ընդունվել Գոհար Գասպարյանի դասարան, Դոլուխանյան Զարուհին եւ Գոհար Գասպարյանը ինձ համար կռիվ էին անում, թե ում դասարան պիտի գնայի, որտեվ լավ էի երգում, տենոր էի, մի առիթով իհարկե հարմար առիթ։ Իհարկե, այստեղ չէ։ Այստեղ չէ։ Բա, Հրանտ Մաթեոսյանը ես տիկնոջնել եմ հիշում, Վերժիկ, տիկին Վերժիկ։ Հա, դե մենք հարևաններ էինք իմ մոտ։ Հա, Դեմիրճյանի վրա ես գնացել։ Չէ, ես բանում Աբովյան փողոցի վրա։ Հա։ Այն միասին ազատ ժամը կոչվածը միասին էինք անցկացնում ու Վերժիկը պայման էր դնում առանց ալկոհոլ, ասում ենք իհարկե։ Վլադիմիր Նազարյանը, Հրանտ Մաթեոսյանը ու առանց ալկոհոլ։ Բայց առանց ալկոհոլ ոնց կլինի, որտեղ Վլադիմիր Շեկոյան Արմենը։ Առայեղ բաներ են։ Նստենք, պան Արշակյան։ Քանի տարեկան էիք, որ ազատազրկվեցիք։ 24 տարեկան։ Ես այդտեղ պետք է պատմեմ, որ մենք 21 որոշում կայացվեց տարօրինակ բան է Հայկաս Խաչատրյանը ինձ ու Նավասարդյան Աշոտին ասաց, որ դուք պետք է դառնաք օթաչու։ Դա ասեցինք ինչի։ Ասեց գիտես ինչ, պատկերացնում ես ռմբակոծիչը գալիս է Կրեմլի կողքերը պատատվում է, ասում է ձեզ, ասենք 10 րոպե ժամանակ այսպեսի որոշում կայացրեք Հայաստանի վերաբերյալ ու տարան է անում, դե մեր ժամանակ ճապոնացիները մոդա էին, ասեցի տարան է անում իր ռումբերով Կրեմլը, ասեցինք մենք պատրաստենք, ասեց դե ուրեմն գնացեք օթաչու դարձեք, Նավասարդյան Աշոտը այստեղ փորձեց բռնեցին, ես գնացի Խաբարովսկ, այստեղ մի էպիզոդ կար, ոնց մենք բացահայտվեցինք, այդ չհասցրեցի պատմել, ուրեմն այդ Կիրովականի ճանապարհին այդ աղջիկները որ բռնվում են, պետք է ասեն որտեղից իրենց թրուցիկները։ Թրուցիկները ես մինչև հիմա չգիտեմ ով էր տվել, բայց գործը հասավ ինձ։ Հայրիկյանն ասեց, որ մենք չենք կարող այդ տպագրողին բացահայտել։ Ձեր դպրոցում էլ բան ա եղել։ Թրուցիկ են տարածել, ասենք որ այդ փաթեթն էլ անդեղ եղել։ Հա, մի խոսքով բացահայտվելով եկավ հասավ ինձ, ասեց, հա, մեր դպրոցում դա տարածվել էր, այս փաթեթը ես չեմ հանձնել։ Եթե դա ինչ է բանա, սխալ է, ուրեմն ինձ պատժեք։ Պատրաստ անդադ ուզում էինք պատժվել, ես չգիտեմ դա ինչի էր։ Բայց բանա։ Դե թրուցիկ եմ գտել տարածել եմ։ Հա, բայց կարդացել եմ։ Ուզում։ Ասում դա բան հերոսանալու 15-16 տարեկան տղաները։ Դա մեր ինչ էր նշանակում։ Բայց տանը խնդիր չէր։ Տանը ես ասեմ տանը ինչ լուծում գտան, ասեցին, քանի որ դու գնում ես մեր միակ եւ Նավասարդյան Աշոտը, եւ Նավասարդյան Լևոնը, եւ Նավասարդյան Ցոլակը միակ տղաներն էին։ Ես էլ եմ միակ տղան մեր Գերդաստանի։ Մերոնք ասեցին, դու գնում ես ոնց որ թե գնացիր մերոնց ճանապարհով, արի քեզ ամուսնացնենք, մեզ մի հատ թոր թող, որ ժառանգություն ունենանք։ Գնա։ Ու գնում ես գնա։ Մերոնք շոկ տեսան որ դու անուղղելի ես, անուղղելի հայրենասեր։ Բայց իմ ծնողներն էլ բան ինչ որ ես չգիտեմ ինչի է, համենա Սպարտա ասենք, հա։ Նախ կարգապահությունը շատ բարձր էր, մամաս ուղղակի ասա, եթե գնում ես, մենք ինչ պետք է անենք, մեծ տղա ես, 15-16 տարեկան, 17 տարեկան, դու արդեն մեծ տղա ես, դու ընտրել ես, գնում ես մեր թորը Մեր թորեն թող գնում ես գնա, դու քո գլխի տերն ես, բայց մեզ թոր տուր։ Արեցիք դա։ Չհասցրեցի, այո, դե բանտեր գնացի, հետո գնացի Խաբարովսկ, որ ընդունվեմ ավիացիոն ինստիտուտ, դառնամ ռմբակոծիչի
հրամանատար։ Այդ ընթացքում Նավասարդյան Աշոտին Հայրիկյանենց գործով բռնեցին։ Իրանք մի սրոք գնացին 1968 թվականին։ Առանց ձեզ։ Ես Խաբարովսկում էի։ Ես օթանավական, այնտեղ էլ պատերազմ սկսվեց, ինձ տարան այնտեղ բանակ։ Առանց պրիսիագայի, առանց ոչ մի բանի։ Քանի որ զորք չկար, ուղղակի մի զինվորի կողքին ինձ դրեցին, որ հերթով քնենք։ Պատկերացնում եք, զորք չկար Խաբարովսկում այդ Դամասկի կղզու ժամանակ, Ուսուրի գետի վրա։ Մերոնք որ ասեցին, լսի, եթե պետք է դու Չինաստանում կռվես, արես դες կռվի։ Այդտեղ արի։ Մենք ես ուղարկել ենք, որ դու օտաչու դառնաս, դու պագրանիշնիկ ես դառնալ։ Գնաս գլուխը տտես։ Հա, հաստատ ուտելու ես։ Մերոնք դատվեցին։ Ես բանակում էի։ Ես բանակից հետ եկա ու 74 թվականին արդեն ես դատվեցի առաջ անգամ։ Մի անգամից խիստ ռեժիմ կոչվում է պատալոգ, առաստաղը ստացա։ Որովհետև մենք եթե գնալու լինենք Ոչ մի մեղմացուցիչ հանգամանք չկար։ Չէ, չկար, որտեղ մենք խիստ բան էինք որոշել։ Մենք դատարանը դարձնում ենք պայքարի հարթակ։ Հա, այսինքն ոչ թե ասում ենք ունենում, ոչ թե կներեք, այլ լավ ենք արել, մենք նույնիսկ շաբլոններ ունեինք, որ մենք լինենք, ձեզ խիստ կդատենք։ Այդ դուք դատավորեք, հիմա մեզ դատում եք, հենց որ տեղերը փոխվեցին, մենք խիստ ենք լինելու ձեզ հետ։ Ոչ մի մեղմացնող հանգամանք հաշվի չենք առնելու։ Հետո որ հարցում են, բա ինչ պետք է դառնաս, երիտասարդ ես, ասում եմ դահիճ։ Հայաստանը որ անկախացավ, ես դահիճ եմ դառնալու։ Այդպես բաներ էինք ասում, իհարկե մեզ տալիս էին նախատեսված բանից, կոչվում էր հակասովետական պրոպագանդա եւ ագիտացիա երկիրը քայքայելու նպատակով 65 հոդվածը եւ կազմակերպություն 67 հոդվածը այսինքն այդ հոդվածը առաստաղը 7 տարի էր 5 տարի էր աքսոր հա մենք 7 մենք ստացանք գնացինք առաջի սրոկի ես գնացի Դուբրավլա մի վարքյան այդ մի անգամից 12 տվեցին հա ու այդ առաջինը չէր հենց ամբողջ չէ էդի գնա դե այստեղ բարդ բաներ կա մենք ես ասում եմ, ես անդադ իրադարձությունների մեջ եմ եղել։ 3 տարի նստել էի Լուիս Կարվալանեն պետք է փոխանակեին Բուկովսկու հետ։ Բայց ստացվում էր տգեղ բան, այնտեղ Կուբայից եւ Չիլիից ազատում էին, չգիտեմ քանի 10-15 հոգի կոմունիստ, իսկ ստեղից մենակ Բուկովսկին էր ազատվում։ Հետո ուրիշ խնդիր էլ կա, ազգային փոքրամասնությունները, հрьяաներ եւ հայեր պետք է ազատվեին։ Ուրեմն մենք ես ու Նավասարդյան Աշոտը մտանք այդ ցուցակի մեջ։ Ժամկետը չի լրացել։ Բավական մեծ սրոք ունենք, մեզ առաջարկեցին ազատվել։ Բայց պայմանով պետք է անպայման դիմում գրենք Գերագույն Սովետին, առանց դրա նույնիսկ Խադարկովսկին չկարողացավ ազատվել։ Ասեցին պետք է կամ Սոլժենիցինի ու Բուկովսկու ներման խնդրանք են։ Այո, ներման խնդրանք պետք է գրվեք։ Մենք խորհրդակցեցինք, այդ քաղաքական խորհուրդը, ես ձեզ ասեմ, KGB-ն մեզ հանդիպացրեց, բերեց Երևան։ Դուք գիտեք, այդ ֆանտաստիկ բան է, բերեց քաղաքական կազմակերպության ղեկավարներին ընդհատակյա։ Հավաքեցին մեր տանը, KGB-ի գնդապետի ներկայությամբ խորհրդակցություն ենք անցկացրել, ինչ անենք։ Բայց դրա չիջնենք դեռ, բայց դրա կարևոր մասը գիտեք որն էր, որ այնտեղ Կալանավայրում ես մի դիմում էի գրել։ Հացադուլ պետք է հայտարարեինք ի նշան բողոքի։ Մոտիվացիա չկար։ Ես չգիտեի ինչի, գրում եմ սոված մնամ, թե չէ։ Ես գրեցի պահանջում եմ հանրաքվե անցկացնել անկախության սահմանադրության այսինչ կետով։ Հետո բարուրին քսիվով բանալեցինք, ասեց ինչ ես գրել, ասեց, արա ասեց, այդ հետարքիր գաղափար է։ Ինքնորոշումը տեղից եկավ։ Որտեղից այդ Կալանավայրում որոշեցինք ստեղծել ինքնորոշման կազմակերպություն։ Ու մենք Նավասարդյան Աշոտի հետ եկանք, որ դա անենք։ Ու բռնվեցինք, գնացինք արդեն շատ երկար տարիներով, երկրորդ անգամ, կամ երրորդ։ Ափսոս որ տենց աղբեր ջան։ Լավ լինեք, դրան ջան։ Ես շատ շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն աղբեր ջան։ Լավ այ տեսնենք ինչ ենք անում։ Դուք ստեղ եք ապրել։ Շենգավիթ, ներքին Շենգավիթում եմ ես ապրել, բայց
ես աշխուժ եմ եղել, մի քանի դպրոց եմ փոխել, 18, 86-ը, 11-ը։ Ես էլ Մուրացան Բիլինսկիում եմ Օրջանեկ սովորել, հետո որտեվ Արևիկում սկսեցի երգել, երկրորդ հերթը էր եւ այդ բանի պատճառով դպրոցս փոխեցի 69 դպրոց կա այստեղ Սախարովի անունով սկսեց կոչվել, հետո վերցրեցի գործերս 6-րդ դասարանում առանց ծնողների իմացության, տարա հայկական դպրոց եւ որոշեցի, որ ռուսական դպրոցից հետո պիտի շարունակեմ հայկական դպրոցում 88 թիվ։ Հետաքրքիր է։ Ես մի երկու ամիս էր տեղափոխվել էի հայկական դպրոց, երկրաշարժ եղավ։ Իշեք մի հատ ներքև։ Իշեք։ Ու քանի որ մեր դասարաններում, մեր դասարանում 45 հոգեր հետ պատերազմյան տարիների բեբի բում են ասում, ինչ։ Այդ տարիների երեխաներ են, բարև ձեզ, բարև ձեզ։ Լավ, շնորհակալություն։ Ուրեմն 100 հոգի, 200 հոգի շրջանավարտ էին տալի մեր դպրոցները։ Ուզում ասեմ, ես այդ քանի որ 3 դպրոց փոխել եմ, այդտեղ 70 տարեկաների հետ բանակ դասընկերներ ունեմ։ Մեկի հետ 5-րդ դասարանում, մեկի հետ 8-րդ դասարանում ու դասընկերներ ունեմ շատ։ Դրա համար ես երբ որ մետրոյից օգտվում եմ, փորձենք գտնենք մետրո։ Հա։ Օգտվում եմ բանա հանրահավաք։ Վագոնում հանրահավաք։ Որտեղ հիշում եմ մանավանդ տարեցները, որ տեսնում են, դուք մենք միասին 16-ում, մենք միասին 18-ում եւ այլն։ Բարև ձեզ։ Լավ, շնորհակալություն, դուք լավ եղեք։ Հա։ Բարև ձեզ։ Ճանաչում եք Արմանին։ Հա։ Չէ, դու էլ այս կողմերից ես, հա։ Մեր թաղը։ Մեր թաղը։ Այս երրորդ մաս հայրենի։ Հա, բա իհարկե։ Առաջին մաս շատ թանկ է։ Հա, ինժեներական թաղամասն է, էլի, բանվորագյուղացիական չէ, ինժեներական իրական։ Մեր կողմը ավելի բանվորական է, դե նայրիտներ մեծ մոտ։ Բանկել ենք էլի։ Իմ հարազատները նայրիտում են աշխատել եւ հայ էլեկտրոյին։ Այդ բան կա, չէ, անեկդոտ։ Այդ դպրոցում հարցում են, ասում են ծնողներդ մենք միշտ գրում էինք, ասում էի վայենստրոյ, արա ասում են տեն չի կարելի ասել։ Հայ էլեկտրո։ 447։ Գլխարկը։ Այսօր մարզանքի եմ քննում։ Պաշտոնական չեմ։ Բարոն Բաբաջանն մենք կարանք քանտիբեր ինչ որ քաղաքական հարցով։ Խնդրեմ։ Քաղաքական մանավանդ։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Ողջույն։ Այսօր Գայանեն ինձ հարցրեց տնտեսական ծրագրի մասին, այդ 300,000, 800,000, ես ինձ հասանելիք չափով էլի, ասեցի, որ երկու ճանապարհ եմ ես տեսնում մեր ծրագրերը դրա մասին է, էներգետիկա եւ արհեստական բանականություն, ինտելեկտուալ աշխատանք։ Եվ ընդհանրապես 300,000-ը միֆ է։ Ես Հայաստանում լիքը աշխատատեղ կա։ այո։ Եվ լիքը գործազուրկ։ Մեր խնդիրն է դրանց նախ հանդիպացնել։ Այդ չասեցի, բայց ոչինչ։ Երկրորդ ամենակարևորը բարձրաժեք աշխատանք ստեղծելն է։ Հա, ինտելեկտուալ, այո։ Մեր աշխատողները, մենք քիչ ժողովուրդ ենք, մենք փոքր ժողովուրդ ենք։ Մենք պիտի բարձրաժեք աշխատանք մեր ժողովրդի համար ապահովենք։ Բարև ձեզ։ Գործազուրկ են այս մարդիկ։ Հա, բայց 25% աշխատանք ունեն։ 25% Բայց սա հայտարարություն է, այս ժամանակը գիտեք ինչ մեծ փող կարելի է դարձնել։ Ուղղակի մարդկանց պետքա գիտելիք, բան գոյություն ունի։ Այդ 25%-ը, այո, 25%-ը հասարակ մարդիկ չեն, դրանք նախկին ինժեներներն են։ Դրանք նախկին տեխնիկներն հիմա են։ պետությունը պիտի մարդկանց նոր գիտելիք հավորթի։ Իհարկե։ Եվ այդ ժամանակը մարդիկ կարողանան փողի վերածել։ Ուրիշ տարբերակ չկա։ Այն ինչ որ առաջարկում են այդ 300,000 խոստացողները, Հա, ես ասացի կրպակի կիսելու են։ 100,000, 70,000-անոց աշխատանք բարև ձեզ։ Մեզ ինչ է պետք, որ այդ աշխատանքը, այդ ժամանակը մարդիկ կարողանան լուրջ եկամուտ ապահովել։ 300,000, 400,000, 500,000 լիքը պահանջարկ կա։ Ընդհանրապես 600,000 է եղել։ Բամոր ծառայողների թիվը Հայաստանում 600,000 արտոնաբերական Հայաստանի։ Ուզում ասել այդ որ 300,000 ասում են, իրանք չեն էլ հասկանում թե ինչ թիվ են կրակում։ Հա, իրենք ուղղակի թիվ են։ Թիվ են կրակում։ Այո։ 30 տարեկան 30,000 10 տարում, հա։
Եթե կամ 5 տարում ինչ-որ բաներ են ասում։ Մեր կարևոր խոստումներից անվճար բարձրագույն կրթությունն է, որը էլի պետքա տնտեսության հետ կապվի, շուկայի կարիքների հետ պիտի կապվի եւ երկրորդ ժամավճար։ Մենք ասում ենք, որ այդ ամսավճարները այլևս պիտի դադարեն, որտեղ աշխատողների իրավունքները պաշտպանելու ավելի արդյունավետ միջոց չկա, քան որ մարդու հետ պայմանավորվել ես 8 ժամ աշխատի ամեն օր։ Ուրեմն ես Հարաբաղցի եմ, բայց ձեր ողքին եմ, ձեր գաղափարակիցն եմ, ձեր ինչ ասեմ, ամեն ինչ որ ձեր համամիտ եմ, որպեսզի ուժեղ լինեք, որպեսզի մեր երկիրը լավ լինի։ Իսկ Ղարաբաղ որտեղից եք։ Ստեփանակերտից համագավառ եմ աշխատել ավարտավորություն, որպես հայոց լեզվի։ Հիմա տեղավորվել եք։ Չէ, դե հիմա ես թոշակառու եմ։ Վարձով եք ապրում։ Չէ, ես ապրիլյանից հետո արդեն եկել եք։ Մեր լավ մասնագետների եղել են։ Այստեղ ես գնում գալիս էի, որ պաշտպանեմ, դե չդեմ։ Ինչ անենք, այն գետից էլ սխալ է եղել։ 88 թվից էլ սխալ որոշում է եղել։ Ամեն ինչ սխալ սկսել են, սխալի արդյունքներ քաղել են, ինչ անենք։ Դե հիմա սխալները շտկելու, սխալներից դասեր քաղելու ժամանակն է։ Դե ահագ գործերին փաստորեն, բայց պիտի չկորցնենք։ Այնպես անենք գոնե հիմա խելքներս գլուխներս հավաքենք, հանուն այդ մեր նահատակների, մեր երեխեքի այլևս ապրենք, չսխալվենք։ Որ ասում է ծաղկեցնենք այս հողը։ Գիտեք, Ազատ Արշակյանն էլ մեր թիմում է, մենք Այո, միասին ենք։ գիտեմ, ես իրեն խոսում եմ, ընդհանրապես այդպես քաղաքականությունին հետևում եմ։ Ոչ թե քաղաքականությամբ եմ զբաղվում, այլ Դե որպես ինքը ձեզանով չզբաղվի, դուք պիտի իրանով հետաքրքրվեք։ Այո, բարևներ ձեզ հաջողություններ։ Հաջողություն։ Որպես առիթ նաև վերցնելով Շո ինտեգրացիա։ ինչ որ ձեզ ինտեգրացիա։ Ինչ որ ձեզ նաև վերապրումներ 2023-ին տեղի ունեցածի ռուսների արածի այն որ վերջնական հաստատումը ստացավ, էլի ռուսները ինչ ծրագիր ունեն մեզ հետ, Արցախի հետ եւ ինչ պիտի լիներ դրանից հետո մեր վերաբերմունքը։ Ինչ պիտի լիներ մեր վերաբերմունքը Արցախում ռուսների արածը տեսնելուց հետո։ Ես շղթակ սարքեի, ասենք Վանում, Ղարսում, Իգդիրում, Նախիջևանում անելուց հետո եկավ Արցախի հերթը։ Հիմա մենք պետք է կանգնեցնենք այդ ընթացքը ռուսական արշավի։ Այսինքն իրանք կտոր առ կտոր Հայաստանը վաճառում են իրենց բաների համար տվյալ պահին անհրաժեշտ չգիտեմ շահերի պայմանավորվածություններ առանց ափսոսելու էժանով էժանով տալիս են Հայաստանը այհակոր այդ բանը կանգնեցնել Բարև շնորհակալություն լավ եք Ազատ Արշակյան եւ Արման Բաբաջանյան Աստված ձեզ երկար կյանք Ապրես Իբան լսում հասկան Աստված ձեզ երկար կյանք բոլորից դուք էլ լավ լինեք ձեզ պահպանեք այդ կանգնացնելու խնդիրն է մեր արդեն բանի ու Ղարսի մասին հիմա խոսելը նույն բանը ինչ որ Ղարաբաղի մասին խոսել ես այդպես եմ համարում Ղարաբաղը եկավ հավասարվեց իր կարգավիճակով Նախիջևան ոչ մի տարբերություն մենք հիմա որպես տակ-տակ մերոնք տակ-տակ խոսում են հետ բերենք էս անենք այն անենք այդ հարկավոր է սկսել Իգդիրից եթե հետ բերելու հարց կա սա ավելի կարևոր է Արաքսի հետ ձեռքով ավելի ստրատեգիական հա իհարկե կարևոր է եթե հետ ենք վերցնում սա վերցնենք եթե մենք այդպեսի ռեսուրս ունենք վերցնելու հա վերցնելու պահելու այո որտեղ նաև վերցրածը պիտի կարողանաս յուրացնել այո հիմա մենք
մեր ունեցածը չենք կարողանում ամբողջությամբ ծածկել, Այո։ յուրացնել։ Մենք ոնց ենք Անջրտի, անձայրածիր տարածքներ ունենք։ այո։ Չենք կարողանում մշակել։ Ես դա համեմատում եմ Բելգիայի հետ Հայաստանը։ 230,000 քառակուսի կիլոմետր ունեն։ Նրանք 9 միլիոն բնակչություն ունի։ 9 միլիոն։ Այո, Արև ձեզ։ ուրեմն 9 միլիոն բնակչություն ունի Բելգիան եւ նրա տնտեսական ռազմական պոտենցիալը։ Բարև ձեզ, բարև աղբեր ջան։ Լավ։ Ազարբարի։ Չով օգտակարում եք, ինչ ջուր Ձեր ողջությամբ, մերսի։ Ձեզանով հպարտանում եք։ Շնորհակալություն։ Լավ օր ձեզ։ Շնորհակալ եմ աղբեր ջան։ Ուրեմն այդ խնդիրը մենք պետք է լուծենք։ Արդյունավետության խնդիր ունենք մենք։ Ոնց որ Բելգիան, չեմ ասում Իսրայելը։ Իսրայելը ուրիշ երևույթ է։ Տեխնոլոգիաներ, բանասական, ուրիշ տարբերակ չկա, որպեսզի մենք կարողանանք մեր բացը, այո, կբացը լրացնենք նաև։ Ես կապանց եմ երկուսից էլ պալետ եմ։ Շնորհակալություն աղբեր ջան։ Ղափանին բարևներ։ Քննի չկա։ Ապրեք։ Լավ մնացեք։ Ապրեք։ Սադոյան Ռոբերտի օրեղբոր տղան։ Հա, Այդ երկուսակցությունը։ գիտեմ, հիմնադիրներից մեկը, հա, Ռոբերտին հիշում եմ։ Հա։ Լավ, Դա կողմից կբարև եմ։ Անպայման։ Իրա դուստրը պետք է կոնսերվատորիա ընդունվեց, ավարտեց, ինչ գիտես։ Ինքը, տղա։ Աղջիկներ։ Ավարտեց նա Մոսկվայում բանում բա։ Հա, դե լավ, աղբեր ջան, բարև է Ռոբերտին։ Հա, հիշում եմ ես իրեն։ Ես էլ եմ դες ուշ։ Շնորհակալություն։ Այդ արդյունավետության խնդիր կա։ Տեսեք, Իսրայելը չարժի համատուն, որտեղ Իսրայելը ունի հատուկ երևույթ է Իսրայելը, բայց Բելգիան մեր նման մի բան։ Մեր նման ժողովուրդ։ Բայց ինստիտուտները, պարոն Արշակյան, քանի տարի կառավարություն չունեին։ Ու աշխատում է երկիրը։ Երկիրը չզգաց, կառավարություն կա, վարչապետ կա։ Ժամացույցի մեխանիզմը աշխատում է։ Մեր նպատակը այդ ինստիտուտներն են, որպեսզի մեր պետությունը կախված չլինի անձերից, կուսակցություններից, ընտրություններից, Եվ դրսի ազդեցություններից։ Այդ ժամանակ կարելի է խոսել Ղարաբաղի Քո հաշվին որևէ մեկը չկարողանա պայմանավորվել։ Ղարաբաղցիների Դու ուրիշի խնջույքների հաշիվ փակողը չլինես, եթե դու դրա մասնակիցը չես։ Ինչ էին անում ռուսներն ու թուրքերը վերջին մեր աչքի առաջ։ Վերջի 100 տարին վերցնում Խնջույք էին անում, ասում էին դե փակեք հաշիվը։ Ձեր տարածքների հաշվին մենք Արյան հաշվին հաց ենք կերել։ եւ Արյան հաշվին։ Բայց ընդհանուր առմամբ իհարկե նաև քաղաքի հետ կապված, այս խցանումների հետ կապված ահռելի անելիք կա։ Ընդհանրապես քաղաքը իր իրական Քաղաքը եւ տեսքին պետությունը, բերելու, քաղաքը եւ իր պետությունը։ իրական տեսքին բերելու, իր բնագծերին բերելու, այս ծայրաստիճան կարևոր է։ Մեր խոսակցությունը Դեմիրճյանի մասին քաղաքը, քաղաքացիների բնակավայր դարձնելու։ Երևանցիների։ Այո, քաղաքացի երևանցիների բնակավայր։ Մեր հասարակությունը պատմում է, որ բավական լավ է տարեցների նկատմամբ։ Օրինակ դու։ Բայց դա շատ կարևոր է։ Ես ինքս վայելում եմ իմ տարեցի լինելը, որովհետև հարմարություններ կան, ընկերներ, հարազատներ, նույնիսկ այս ընտրությունների իմ մասնակցության չափը եւ ձևը հարմարավետության պայման է։ Ասենք բան կա, մոտիվացիա կա ապրելու, օգտակարության զգացում։ Եվ նաև ժողովրդի արձագանքն էլ, չէ՞, մարդիկ ավելի մեծ ոգևորում են ձեզ, որ դուք անելիք ունեք։ Իզուր չեմ ապրում, էլի, այդ դա է, որովհետև ես հոդացավ, սրտացավ, թոքացավ, լյարդացավ, էլ ինչ կա, գլխացավ, նրանք դառնում են 5-րդ հական, անկարևոր։
Կարևոր, որ ես պետք եմ։ Իզուր չեմ ապրում։ Այդ անթրոպոլոգներն ասում են 35-40 տարեկանից հետո տղամարդը անելիք չունի։ Վերջ։ Այս հատվածներն են։ Գոմեա հիմա գնանք պաստանցիա թողերը։ Ինքա կառուցված կա։ Բարև ձեզ։ Շատ եք տեսել Ասել հիմա։ Այո։ Ճիշտ եմ իսու։ Հա, Արսակյան։ Իսկ Բաբաջանյանը։ Արմեն Բաբաջան։ Արման։ Արման Այո։ Արման, հերթա տեսամ Արման կոչը, բայց քիչ տեղը բերես։ Լավ լինեք։ Ինչ անենք այն կողմից։ Գնանք դեպի պաստանցիան։ Իմիջիալս այլ ենք մենք տնկել, երևանցիներս, ես այգին, հա, անապատեր։ Այն նայենք տեսնենք, աչքով պետք է երևա այդ ենթակայանը, Ստեղեր, այս կողմերում է, հա, Հենա, անդեղ ինչ որ բաներ եղում է։ հա, շինությունը։ Անդեղ Կամ ուրեմն ենթակայանը։ տեղափոխել են, հետ են տարել, որովհետև, հենա կա, անդեղ։ հա, ահա, այդտեղ գնանք մոտ, այստեղից էլ Հենա կարելի է։ ենթակայանը։ Հա, այդ ենթակայանի տանիքի վրա դրեցինք, Ինչն եք դրել։ ուրեմն երկու հատ մեծ բարձրախոս այդ մայիս 1-յան ապրիլի 22-ին, ապրիլի 20-22-ներ 19 ապրիլի, հիմա ստույգ օրը չեմ հիշում, 1967 թվին։ Մենք դեռ դպրոցական էինք, հետաքրքիր է այդ տարիքում ինչ ծրագրեր են կազմել։ Մեր դասարանցիներով Մելոյան Թելմանը աշխուժ ուժեղ ճարպիկ տղա էր, ուրեմն բարձրացավ տանիքը, ու այդ բարձրախոսները մեծ, այդ հիմա կարելի է ասել, ազգայնացրել էինք, որտեղ ինչ որտեղից հանել էինք փողոցում, որտեղ որ մայիս 1-յան տոներն են, բաներն են, դրանք հանեցինք, բերեցինք, այստեղ տեղադրեցինք, կարծում եմ 19-ից շուտ նույնիսկ, որ դեռևս այդ ապրիլի 24-ի պատրաստական աշխատանքները չեն գնում։ Ու կաբելով, ծառների վրայով, կաբել անցկացրեցինք, իջացրեցինք ձորը։ Նու ստուգել էինք մի ուրիշ տեղ, ես ասում եմ, մենք քանի որ ցանցային համակարգ էր, ասենք իմ վրա եւ մեր Երևանյան այս մասնաճյուղի վրա Նավասարդյան Աշոտը, Մելոյան Թելմանը, մեր վրա դրված էր մոնտաժը, դինամիկները, այդ բարձրախոսները Ենթակայանից կապը տալ, հոսանք ապահովել։ Մինչև ձորը։ Ձորը։ Ու թաքնված, ինչքան հնարավոր է ծառների վրա։ Որ կաբելը Հա, դա աննկատ անելը բավական դժվար էր, որովհետև շինարարական աշխատանքները գնում էին այդ պատասխանատուները ռայկոմական գնում գալիս էին բան, մենք դա անցկացրեցինք ու թաքցրեցինք այդ ծայրերը, մի ուրիշ մեր ընդհատակակազմակերպությունից մի ուրիշ մասնաճյուղ ձայնագրություններ կազմակերպել։ ինչ ձայնագրություն է։ Գենոցիդը, արդեն կարծեմ գենոց կամ եղեռնը, կամ ջարդերը, ես հիմա տերմինը չեմ հիշում, կազմակերպվել է 15 թվականին, ավարտվել է 1977 թվականը, դեռ մինչև հիմա գնում է գենոցիդը։ Այսինքն եւ 37 թիվը, 23 թիվը, կուլակաթափությունը։ Այսինքն դուք հավասար մենք ասացինք, որ հավասարության նշան էիք դրել նրա, այո, թուրքերի եւ ռուսների։ Այո, մենք դա գիտեինք։ Իդեպ հիմա որ այսպես տարանջատել են Ալեքսանդրոպոլի պայմանագիր, Ղարսի պայմանագիր, քայլենք, հա։ Ուրեմն այն ժամանակ կենթանի մարդիկ կային, այսինքն 70-80 տարեկան մարդիկ կային, որ մասնակից էին։ Մասնակից էին, պատերազմի ընտրություններին էին մասնակցել։ Մենք գիտենք, մեր տատիկների, պապիկները գնացել են ընտրություններին, մասնակցել են անկախ Հայաստանի ժողովրդավարական պատկերացնենք, նրանք ինչեր գիտեին, այդ զորահավաքները, պատերազմը, վիրավորների հետ գալը, ռուսների մուտքը, Կարմիր բանակի մուտքը, այդ հավաքները, որ հավաքում են ուսուցիչներին, զինվորականներին, ցուցադրաբար գնդակահարում էին, ունեզրկում էին,
Այդ բոլորը մարդիկ ականատես են եղել։ Ասենք եղել են 20 տարեկան, ես Նավասարդյան Աշոտի մասին որ ասում էի, 20-25 տարեկան են եղել 1920 թվականին։ Պատկերացնում եք 19-րդ դարում ծնված մարդիկ էին։ Ու իմ տարիքում ես ասենք դպրոցականին իմ տարիքում եմ։ Ես հիմա չեմ կարող պատմել 90-ական թվականներին ինչ է եղել։ Այդ ձևը մեզ պատմեն, բայց ասում էին սուս։ Ես հետաքրքրասեր էի։ Ուրեմն այդ հաղորդումը ներքևում ովքեր որ այդ աղջիկը պետք է ձայնագրել էր, մագնիտոֆոնը, ակումուլյատորը եւ մեքենան։ Դրանք տարբեր օղակներ էին կազմակերպել։ Մեկի բռնվելու դեպքում եթե նրանք բռնվեին, չէին իմանա ով է մոնտաժնիկը։ Եթե մենք ենք բռնում, մենք չգիտենք ով է խոսելու կամ ով է դա կազմակերպել։ Իդեպ մենք ստեղ մարդիկ էինք թողել, դες պատը չկար։ Այդ որ բարձրաձայն ասում է հայրենակիցներ։ Եղեռնը չի վերջացել 1915 թվականին։ Բայց այստեղ մարդ կար։ Ստեղ մարդիկ լսում են ու վազում են այդ բաները, ովքեր որ մասնագետները, վազում են սրիկա, ավազակ, խուլիգան դուրս արի։ Մտածում են ենթակայանում են ծնտրում։ Բարև ձեզ։ Հազար բարի։ Շնորհակալություն։ Նմանապես։ Իրական կյանքում եք տեսնում։ Ես ձեզ կասեմ, որ մենք կարող ենք շատ մոտենալ, շատ մոտիկից մեզ կարող եք տեսնել եւ հարցեր տալ։ Այնքան ենք լսել, շատ տեղի։ Դուք հիմա գիտեք, որ ես հիմա Արման Բաբաջյանի կուսակցությունում ցուցակագրված եմ։ Գիտենք, դա էլ գիտենք, ողջունում ենք։ Շնորհակալություն։ Ապրեք։ Մենք հույս ունենք, որ Այո, Բոլորիս։ նաև ձեր ջանքերով։ այո, Դե ամեն ջանք գործադրում ենք։ Ապրեք շատ, ապրեք։ Հաջողություն Բոլորիս, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հաջողություն եւ առողջություն։ Այսպես պատկերացեք ու դե հետո արդեն իրենք հասկանում են, դեմոնտաժ են անում, իջնում են ներքևում ոչինչ չկա, հրազդան գետն է։ Ու դա գախնի մնաց մինչև 74 թիվը։ Չբացահայտվեց։ 1974 թվականին դատավարության ժամանակ մենք որոշեցինք ասել, կռիվը շարունակում ենք, մենք դեմ կռվել ենք։ Որտեղ դատարանները նաև որպես արտակի այո, դարձրել։ Հետո մենք մի ուրիշ անհանգստություն ունեինք, որոշ չփակված գործեր կային, որ մենք հասկանում ենք, որ KGB-ն անպայման հետամուտ է լինելու, դա բացահայտելու ուրիշ գործեր կգտնի։ Որոշում էիք այդ բացեք, որպեսզի այն կարևորը, որպեսզի այո, նրանք մնան շարունակեն իրենց գործը։ Այ մենք ճանապարհին մեր երրորդ մասում խոսում ենք, որ ազգային ինքնորոշման իրավունքի մասին ես մի ուղղակի պատճառաբանված հացադուլ անելու համար գրեցի ինքնորոշման իրավունքից ուզում եք օգտվել, հա, նրանք ուզում անկախության։ Հայրիկյան պարոն ասես, լսի, այդ լուրջ գաղափար է։ 77 թվականին Կարվալանին փոխում են եկել են ՑԿ-ից, ՄԿ-ից, Մոսկվայից եկել են, ասում են, մենք դες ուզում ենք ազատենք, բայց չի ստացվում, ինչ կարելի անել։ Ու ասացին, մենք պատրաստ ենք։ Մեզ վերեցին Երևան, հանդիպացրեցին հարազատների հետ, ասեցին, եկեք, մենակ ասեցին, հա իհարկե ազատեք, թե չէ մի 10 տարի ով է դրանց սպասելու։ Ուղարկել ենք Սիբիրից հետ չեն գալիս։ Մենք Նավասարդյան Աշոտի հետ վերադարձանք։ Վերադարձանք նպատակ ունենք այդ ազգային ինչ է կոչվում ինքնորոշում միավորում ստեղծելու։ Ես հիմա հոդվածը չեմ հիշում, սահմանադրության ասինչ հոդվածով պետք է կազմակերպություն ստեղծեինք։ Պետք է ասեմ գովելու համար, հա, KGB-ին։ Մենք շրջափակված էինք, այ պահածոյացված էինք։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ մարդը գալի ասում էին մեզ համար ցանկալի ընկերը, որի հետ մենք տեղ ենք գնում, գարեջուր ենք խմում, ու խաղային ընկեր, երիտասարդ տարիքում, չէ, խնջույքների հուղարկավորությունների մասնակցում, հետո որ դուրս էին գալիս, ասեց չէ որ մոտոցիկլետներ ունեին, դուրս էին գալիս քաղաքից, հեռանում էինք առանձին ասում էր, ես խնդրում եմ իմ ներկայությամբ դեսբաներ մի արա, ասում եմ, ինչի, ասում եմ, ես ագենտ եմ, որ ասում եմ, չասեիր էլի, ես քո ներկայությունից ինձ լավ է զգում, ասում եմ, ես ագենտ եմ, ես ամեն երեկո քեզ հետ հանդիպելուց հետո գնում եմ, դանաշու դավաշը Сведения։
Ասում եմ ոնց։ Հա, ասում եմ, բա ոնց թե, ասում եմ, եղել է որ ես չեմ գրել, ինձ կանչել ասել են ինչի չես ասում։ Ասում եմ, ինչ գիտես, ասում եմ, այն մյուսը։ Ագենտ է եղել։ Այն գրել է, ես չեմ գրել։ Նա սրա վրա է գրել, ագենտի վրա։ Չէ, ասում եմ, նա գրել է, ես որ չեմ գրել, ինձ ասում են, դու ուրեմն թաքցնում ես։ Այս լյուստրացիան ինչ պատուհաս կարա դառնա։ Դա աղետ էր, ավելի լավ էր։ Լյուստրացիան ինչ պատուհաս կարա դառնա։ Շատ բան է փլվելու։ Ես ասում եմ, մի ասա, որովհետև ես հիմա դարձել եմ կասկածամի։ Ում ստահեմ։ Ու 77-78 թվերին մենք հայտնվել էինք այդտեղ շրջապատված ու որոշեցինք Նավասարդյան Աշոտի հետ ակցիա անել, բաց նամակ գրել, այսինքն թռուցիկը տպել բաց ստորագրությունով։ Ու տպագրությանը մասնակցել է կինս Կարինեն Նավասարդյան, Սուսաննա Նավակյան եւ Անահիտը Կիրակոսյան։ Նրանք իրականում տպեցին մի 1000 օրինակ թռուցիկ, որտեղ շարադրված էր ընդհանրապես մեր ընդհատակա կազմակերպության պատմությունը եւ նպատակը։ Խնդրում ենք, հասցեագրված էր ազգային ժողովի նախագահությանը, Գերագույն սովետի պրեզիդիումին, որ խնդրում ենք ռեֆերենդում անցկացրեք։ Տեսնենք վերջապես ովքեր են ուզում մնան սովետական միության կազմի, ովքեր դեմ են։ Հո մենք էս 3 հոգով չենք։ 1981 թվականին ինձ ու Նավասարդյան Աշոտին սեպտեմբերի 18-ին դատարանը, Գերագույն դատարանը ճանաչեց շատ վտանգավոր, անուղղելի հանցագործ եւ ուղարկեց ամենափակ ռեժիմը, բանտային ռեժիմ։ Էլի հետաքրքիր է, Դեմիրճյանը ասում էր, մենք էլի խնայել ենք ձեզ։ Այսինքն, եթե 10 տարի եւ 15 էր հոդվածը, երկրորդ մասն 65 հոդվածի 10 տարի հատուկ ռեժիմ, ռեցիդիվիստ ճանաչեցին ու 5 տարի աքսոր։ Իրենք տվեցին մեզ 8 տարի հատուկ ռեժիմ, առաջի 3 տարին բանտային, բայց հատուկ ռեժիմը միշտ է բանտային։ Ուղղակի զրկանքների խնդիր կա։ Եվ 3 տարի աքսոր։ Ու մենք Նավասարդյան Աշոտի հետ այդ տարանք հանձնեցինք դատախազություն։ Պատկերացնում եք։ Դատախազը Թոխյան, Պապին Թոխյանը, ես Ֆելիքս Թոխյանի հայրը Սահմանադրական դատարանի շոկի ենթարկվեց։ Հա, կարդաց, դե մենք գնացինք դատախազություն, ասացինք դատախազին ենք ուզում, ներկայացանք, զեկուցեցին, ասացին թողեք, թող գան։ Մենք հայտնի էինք էլի իրավապահներին, թող գան։ Գնացինք։ Ինքը մեր գործով, առաջ գործով դատախազ ա եղել։ Այսինքն վերցրեց ծխեք, բան եւ այլն։ Չգիտի ինչ ասեցինք, նամակ ենք բերել։ Վերցրեց կարդալով, վերկացավ, կանգնեց ու փլվեց։ Ասեց հիմա ես էս վառում եմ։ Ծխում էինք։ Դուք սա չեք գրել։ Ես չեմ կարդացել, դուք չեք գրել ու գնում եք տուն։ Ասեցինք մենք մի 1000 օրինակ բաժանել ենք։ Իսկ սա պրոբլեմ ուներ։ Մի հատ էլ մտածավ։ Ու ասեց ոնց է բաժանել եք, ասեցինք հա գիշերը բաժանել ենք քաղաքի տարբեր մասերում ու հատկապես մտավորականներին։ Մտավորականները զանգեցին KGB-ին։ Ժամը 10-ի կողմերը արդեն KGB-ից գլխավոր դատախազը զանգեց Պապինյան, ասեց դրանք կոմոտ են, լսում էինք մենք։ Ասեց հա, դեռ արդեն պահակային ծառայություն ասում է։ Ասեց դե պահի։ Ու եկան մեզ տարան։ Արդեն տարան մինչև 87 թվին արդեն Գորբաչովյան այդ 200-ը փոխանակելու բաններ մեզ ազատեցին, ուղարկեցին Ղարաբաղյան շարժմանը մասնակցելու համար։ Մինչև մենք եկանք 86-ին սկսվեց։ Ստեղ ծրագիրը փոխվեց Ղարաբաղյան շարժման։ Ձեզ Ղարաբաղյան շարժման մասին Ղարաբաղյան շարժումը չսկսած 86-ին։ 86-ին ասել եք գնաք, դի շարժում լինի։ Հա, գնացեք մասնակցեք։ Բայց դա Յակոբլևն էր, դա Գորբաչովն էր ասում։ Մինչև մենք եկանք դարձավ Կրուչկովը իրադրության տեղը։ Տերը դարձավ Կրուչկովը, Կրուչկովն ասաց ոչ մի անկախություն, գնում ենք միացման։ Ու մենք դարձանք, մեզ շատ լավ ընդունեցին այս Ղարաբաղյան շարժման ակտիվիստները, բարեկամաբար խնջույքներով, բայց ասեցին ամբիոնից, հրապարակից, դրոշակից հեռու մնացեք։ Դուք մեզ կվարկաբեկեք։ Որտեվ Լենին պարտիա Կվարկաբեկեք։ Լենին պարտիա Գորբաչով է։ Մենք մտածում էինք, որ Ղարաբաղի հարցը
Այո։ Լենին պարտիա Լենին Գորբաչովի պարտիա միացում։ Այո։ Մենք Սովետական միության կազմում, այո, սահմանադրության այո, բանի այո, միացում ենք անում այո, եւ վերնապոդն ենք։ Մենք ծառայում ենք Սովետական հանրաքվե միությանը։ են անում, Այո։ որոշում են Ղարաբաղի իշխանությունները միանալ Միացման հանրաքվե, ոչ մի անկախություն։ այո, Ու մենք դες մնացինք մինչև 90 թիվը։ Գիտեք, պատերազմին մասնակցեցինք եւ այլն։ Ես դրանք ուրիշ առիթներով պատմել եմ, քեզ հետ արկիր չի։ Այսպես ստեղից մենք սկսեցինք։ Այս քարերի վրա մենք աշխատել ենք, փոքր դպրոցականներ էինք, վարպետներին օգնում էինք, գնում ջուր էինք բերում։ Այստեղ գնանք այդ բարձր այս հարթակից նայում էինք ու առաջի բարձրարկ շենքերը կային, ես ոգևորվել էի, ասում եմ, հետո այդ մեծահասակներն ասեցին, եթե բոլորը այդպես անեն, էլի անհետաքրքիր կլինի Երևանը, որպես վարդագույն քաղաք առանձին չացնում են այդ կոնդի շենքերը կային արդեն իջնենք։ մի պահիճնենք ու գնանք։ Հա, մեր գնալու ժամն է։ Ոնց որ ասում էր Ռաֆայել Մեհրաբյանը, ժամանակն է։ Ինչ խորհրդանշական է, որ ասած ժամանակն է ծրվել տղեր։ Հենց բաներ էլի մտահոգեր որ մեզ մի բան կպատահի, հետո ինքը գիտեր որ մենք բռնցքամարտիկ ենք կարող այդ քաշքշոցին մասնակցել, կջարդեին գիտմարությունները, մենք զինված էինք, ասած ծրվել։ Բռունցքներով եք զինված, զենքերով չէ։ Ծանր, այո, ասած դուք զինված եք ծրվել։ Ժամանակն է, ինչ հետաքրքիր խորհրդանշ է, իմ մոտ դա տպավորվել է։ Ես հատկապես ցեղասպանության վերաիմաստավորման մեր ժամանակներին կարևոր, այսպես բան հաղորդելու շերտ ավելացնելու կարևորություն կա։ Մեր անվտանգային այս սոսկալի այս մեծ մարտահրավերների ֆոնին ցեղասպանությունը այլևս դադարում է լինել սոս քարորամյա բաղեմության իրադարձություն։ Դա ինչ որ այսօր մեզ հետ տեղի է ունենում եւ վերաիմաստավորելու գլխավոր պատճառը նաեւ ցեղասպանության եւ մեր օրերի այդ կապը հասկանալ ռուսների, թուրքերի, ադրբեջանցիների այդ համաձայնեցված գործողությունները մեր ժողովրդի եւ պետության դեմ։ Այո, մենք Թուրքիան մեր ժողովրդի ֆիզիկական գոյության թշնամին եւ ուրեմն ծրագրավորողը Ռուսաստանը մեր պետականության։ Այո, շատ հետաքրքիր բանաձև է դա։ Շատ հետաքրքիր է, ես պետք է օգտագործեմ։ Մի նախադասություն ուզում եմ հիշեցին որ սպիտակ ջարդ, մենք դա էլ էինք ասում, ասիմիլյացիան ռուսական իմպերիան ջարդում մեզ նաեւ ուծացնելով, ասիմիլյացիայի ենթարկելով, դա էլ է գենոցիդ։ Մենք ժամանակ ասում ջարդը սպիտակ ջարդ է, հիմա ձեր ասած բանաձևը, որ նրանք ֆիզիկապես էին ոչնչացնում մեր էթնոսը, մեր ժողովրդին, սրանք պետությունն են ոչնչացնում։ Այդ համատեղում իրենք փոխշահավետ է, չգիտեմ ինչ է, մենք պետք է դուրս գանք։ Ձեր բանաձևն եմ, այո, մենք պետք է այդտեղից դուրս գանք։ Եվ հիմա այս չափով, որքան որ այսօր կա, այս խաղաղության ծրագիրը պետք է դա ես կարծում եմ որ մեր քննարկումների, մեր ջանքերի շնորհիվ կարող է այլ տեսքել ստանալ։ Ասենք մեր այդ ինքնապաշտպանության, սա բոլորը ինքնապաշտպանության կանխարգելման, սա կանխարգելման օջախն է, որ այլևս չպետք է լինի դա, չէ՞։ Այ մենք եւ դուք արդեն ես փոխանցում եմ ձեզ իմ մասնակցությունը ձեզ պայքարին դա նաեւ հանձնման ընդունման ակտ է, ես տալիս եմ ձեզ այդ դրոշը, պայքարի դրոշը, գտեք ձևը, որ մենք այլևս այդ սպառնալիքը չունենանք որևէ տեսակ ջարդի։ Պետություն, լավ պետություն, ուժեղ պետություն, բարեկեցիկ պետություն, ինստիտուտներ, հակակշիռներ, որակյալ, ժողովրդավար, ազատությունների եւ իրավունքների պետություն։ Այո, խորհրդանշական է երեխաների մենք չենք պայմանավորվել, մենք չենք կազմակերպել, բայց ինչ լավ է երեխաները աղջիկը ապարում է։ Զավակաբերության խորհրդանշան աղջիկներ, չէ՞։ Այդպես մենք կանք ու ինչ լավն է, չէ՞, երեխաները, մեր ծնողներն են։
մենք խոստանում ենք, որ այլևս չի կրկնվի, այլևս երբեք, չէ։ Այլևս երբեք։ Դե ինձ էլ միտեղ տարեք, էլի։ Բա ինչ ենք անում հիմա դրանով ենք զբաղված։ Ազգային ժողով։ Ազգային ժողով եք գնում։